Ես քո արքայից առաջին անգամ ապստամբեցա նրան չար ճանապարհից զգուշացնելու համար։ Երկրորդ անգամ ապստամբեցա հայոց արքայական գահի պատիվը փրկելու համար։ Իսկ այժմ ապստամբել և ցլիկ ամրամին էլ ապստամբեցրել եմ իմ և իմ որդվո անձնական անարգանոց վրեժը լուծելու համար։ Ինձ դեռ առաջ բացատրիր նախկին ապստամբությանդ պատճառը։ Ինչ կնշանակե, թե կամենում էիր արքային չար ճանապարհից զգուշացնել։ Ինչ չար ճանապարհ էր դա։ Ինչ չար ճանապարհ։ Այո։ Քեզ հո հայտնի էր, որ նա մի ժամանակ սիրում էր Սևորդյաց Գևորգ Նահապետի աղջկան։ Այո, մի ժամանակ, բայց դա շատ առաջ էր։ Ամուսնությունից առաջ, այնպես չէ։ Այո։ Երբ մարդ ամուսնանում է, պետք է որ պատկառ մնա հյուրամուսնական պարտավորությանց, Աստուծո և աշխարհի առաջ արած երդման, յուր կնքած ուխտին, այնպես չէ։ Անշուշտ, եթե այդպես անում է հասարակ մարդը, ռամիկը, գեղչուկը, որքան ավելի պարտավոր է անել թագավորը, ժողովրդյան հայրը և առաջնորդը։ Նա, որին թագադրության ժամանակ եպիսկոպոսն արքայական մատանին հագցնելով ասում է. «Արզ մատանի, առհավատ չէ արդարության թագավորության քո, քանզի այսօր օրհնյալ ես իշխան և թագավոր ժողովրդյանս»։ Հաստատ լեր և օգնական քրիստոնեության և քրիստոնեի ցավատո զի փառավորեցիս ընդ թագավորին թագավորած։ Այդ նա, որ կոչված է ոչ միայն քրիստոնեական հավատո մեջ հաստատ մնալու, այլև այդ հավատո պահպանության հսկելու և յուր ժողովրդի համար արդարության և առաքինության օրինակ հանդիսանալու, կարո՞ղ է և իրավունք ունի արդյոք անարգել այդ հավատը և գայթակղության քար դառնալ ժողովրդի համար։ Հարկավ ոչ։ Բայց թագավորն այդպես էր անում։ Նա ամուսնացավ իմ դստեր հետ, բայց Սևորդյաց նախկին օրիորդին չմոռացավ։ Այն օրից, որ նա ցլիկ ամրամին կարգեց ուտիքի վերակացու, ոտի տակ տվավ Աստուծո և աշխարհի առաջ արած յուր երդումը։ Նա մոռացավ յուր օրինավոր ամուսնուն, անարգեց նրա մաքուր, անարատ և խանդակատ սերը։ Նա դարձավ ցլիկ Ամրամի կնոջ սիրահարը։ Հայտնի չեն միթե քեզ այս պատմությունները։ Հայտնի են, բայց դատապարտելի չեն քո աչքում, այնպես չէ։ Աստված մի արասցե, որ ես ամբարշտության գործերը դրվատեմ, բայց կամենում էի ասել, թե մարդկանց չպետք է խստությամբ դատել, առանց նրանց հանցանքի պատճառները խղճի մտոք քննելու։ Երբ ես կխնդրեմ քեզ պաշտպանել քո թագավորին, այն ժամանակ կպաշտպանես։ Այժմ դեռ ինձ լսիր։ Հայ լինելուց առաջ, բարեկամս, ես մարդ եմ և միևնույն ժամանակ սիրող հայր։ Չեմ ծածկում իմ փառասիրական փափագը։ Ես կամենում էի, որ հայոց թագավորը փեսայանար ինձ, մանավանդ որ տեսնում էի, թե իմ գեղանի դուստրը հիացած է նրանով։ Իսկ իմ աղջկան սիրում էի ես կաթոկին, և իմ ուրախությունը գտնում էի նրա ուրախության մեջ։ Այդ պատճառով էլ աշխատեցի, որ Աշոտ երկաթ ամուսնանար նրա հետ։ Աշոտը կարող էր բացեիբաց մերժել այդ միությունը, ոչ ոք իրավունք չէր ունենալ շղթայել նրա սիրտը յուր կամքի հակառակ։ Բայց երբ մի անգամ կապվեցավ նա իմ դստեր հետ սուրբ ամուսնության կապով, ապա պարտավոր էր պատկառ մնալ Աստուծո և մարդկանց բերանով օրհնված այդ միությանը։ Բայց նա անարգեց այդ միությունը։ Կներե նրան Աստված, թե ոչ, դա ես չգիտեմ։ Դուք էլ, մարդիկդ, տեսնում եմ, չեք կամենում խստությամբ դատել նրան։ Բայց ես հայր եմ, սիրտ և զգացմունք ունիմ, հայրական գութ և գոռով ունիմ, և դրա հետ միասին էլ գարդմանա տան հպարտ իշխանն եմ։ Ես չէի կարող անտարբերությամբ նայել իմ դստեր դժբախտության վրա։
Եվ միևնույն ժամանակ երբեք եւ ոչ մի պայմանով թույլ չէի տա, որ երկրիս ամենազորեղ մարդն անգամ անպատվության դրոշ դներ իմ ճակատին։ Ես մի հարվածով կջախջախեի այն ձեռքը, որ կմոտենար իմ տողբական անարատ անունը արատավորելու։ Ես այդ կարող էի անել, բայց ամենից առաջ լսեցի խոհեմության ձայնին։ Ոչ ոքին դեռ հայտնի չէ իմ դստեր դժբախտությունը, մտածեցի ես։ Նա ինքը նույնպես ոչինչ չգիտե այդ մասին։ Ինչու ուրեմն հրապարակ հանենք ժահահոտ վերքը։ Նրան կարելի է բուժել նաև իմ ծածկարանում։ Թող հանգիստ մնա իմ դստեր սիրտը և անարատ արքայական գահի պատիվը։ Այսպես մտածեցի ես և դիմեցի արքային։ Հայրաբար խոսեցի նրա հետ։ Հորդորեցի նրան չափավորել յուր խանդը և ավյունը, սանձահարել կրքերը, հեռանալ անպատվության ճանապարհից։ Աղաչեցի, թախանձեցի, որ նա խնայեր իմ դստեր քնքուշ, դյուրաբեկ և վշտերյան սովոր սիրտը, որ նա խնայեր վերջապես հայոց արքայական թագի պատիվը։ Նա առաջ չկամեցավ խոստովանել յուր հանցանքը, ծիծաղեց դառը փորձերից խրատված հոր կասկածների վրա և կամեցավ յուր ճարտար լեզվով նկարել իմ առաջ կասկածի ճիվաղային կերպարանքը, նրանից ինձ հեռու փախցնելու համար։ Այն ժամանակ ես ապացույցներ դրի յուր առաջ։ Նա չկարողացավ հերքել դրանք, նա շառագունեց։ Օ, չկա ավելի ծանր պատիժ առաքինի մարդու համար, քան հանցապարտ և ամոթահար տեսնել յուր առաջ այն տղամարդին, որի մեջ հարգում էր նա երբեմն առաքինությունը, ազնվությունը, հավատարմությունը, որի մեջ ամփոփում էր նա յուր լավագույն հույսերը, որին նա յուր հերոսը, յուր դյուցածն էր համարում։ Ես այդ ծանր վիշտը կրեցի իբրև հայ մարդ, իսկ հետո տանջվեցա իբրև ծնող, երբ իմ դստեր տկար սրտին հաստելիք հարվածի ծանրությունը կշռեցի։ Վերջապես թագավորը խոստովանեց ինձ յուր թուլությունը և խոստացավ խզել ցլիկ Ամրամի տան հետ ունեցած բոլոր կապերը։ Ես ուրախացա և վերադարձա գարդման։ Բայց ահա գալիս է ամառը, և նա թագուհուն ուղարկում է սյունյաց ամառանոցները, իսկ ինքը գնում ուտիկ, շաբաթներով նստում սևորդյաց լեռներում ցլիկ Ամրամի վրանների տակ, ասպրամ իշխանուհու զբոսավայրում։ Ես այնուհետև համբերել չկարողացա։ Նախատական մի գիր գրեցի նրան և սպառնացի, որ եթե անմիջապես չի հեռանալ սևորդյաց աշխարհից, ես ինքս իմ գարդմանացի գնդերով կերտեմ և կհալածեմ նրան յուր սիրած հովիտներից։ Քո թագավորը ոչ միայն անուշադիր էր թողել իմ նամակը, այլև ծիծաղել էր իմ սպառնալիքի վրա։ Այդ ի՞նչ է, մի՞թե գարդմանացիք սիրահարների դեմ են պատերազմում։ Հեգնելով ասել էր նա իմ հավատարիմին, բայց ես, որի բնե կատակ անել չէի սիրում, որոշեցի խրատել իմ ստահակ փեսային։ Միայն թե իսկույնևեթ չգործադրեցի այդ որոշումը, որովհետև դեռ պետք է խեղճ աղջկանը սիրտը պատրաստեի յուր դժբախտությունը լսելու։ Եվ այս մի ծանր պարտավորություն էր սիրող հոր համար, գուժել ինքն իրեն բախտավոր համարող զավակին յուր դժբախտությունը։ Մինչ այն, Աբբաս արքաեղբոր և նրա աներոջ դավադրությունները Երևան եկան, որից ստիպված, ինչպես գիտես, թագավորը քաշվեցավ ուտիկ։ Եվ ահա, մի դժբախտոր նամակ եմ ստանում իմ դստեր դայակից, թե թագուհին մերձիմա հիվանդ է Տավուշ բերդում և կամենում է տեսնել ինձ։ Իսկույնևեթ շտապում եմ Տավուշ, տեսնում եմ աղջիկս հոգեկան ծանր տագնապի մեջ, հարցնում եմ հիվանդության պատճառը, և նա տանջվելով դառնապես արտասվելով պատմում է ինձ յուր դժբախտությունը։ Ի՞նչ անեի ես, չէ՞ որ էլ համբերելու տեղը չէր։ Հասկացրի աղջկանս, որ չվրդովվի, եթե իմ և արքայի մեջ բռնկող մի պատերազմի լուրն իմանա։ Այս միջոցը ասացի,
Գործ եմ դնում ամուսինդ ուղղության բերելու համար, բայց արյունահեղություն չպիտի անեմ։ Եվ այդ նպատակով էլ հենց Տավուշի մեջ կշտամբեցի թագավորին ամենածանր և նախատական խոսքերով։ Եվ յուր երկիրն ավերելու սպառնալիք նրան կարդալով հեռացա։ Ահա այդ էր պատճառը, որ գարդման հասնելով զորքերս ժողովեցի և եկա ուտիկ մի քանի գավառները գրավելու։ Բայց որպեսզի համոզվես, թե ես այդ ցույց անում էի միմիայն թագավորին ուղղության բերելու նպատակով, կասեմ, որ թագավորը դեռ նոր էր յուր բանակը Շիրակից հանել, որ ես ծածուկ սովորեցրի Սյունյաց Սմբատ և Բաբգեն իշխաններին գալ և իրենց կողմից հաշտության միջնորդ հանդիսանալ մեր մեջ։ Նրանց հետ միացել էիր և դու, այլև մի քանի ուրիշ իշխաններ։ Եթե մինչև ձեր հասնելը ինքս հնարներ գործ չդնեի ընդհարումը դիտմամբ ուշացնելու, Ախայան գյուղի առաջ երկու կողմից էլ մեծ կոտորած պիտի լիներ։ Բայց դուք հասաք և գործը ուրիշ կերպարանք առավ։ Սյունյաց իշխանները ոչինչ չէին հայտնել ձեզ իմ գաղտնի նպատակի մասին, ուստի ձեզանից շատերն այն կարծիքին էին, թե Սահակ Սևադան փառասիրական ձգտումներից մղվելով է ապստամբել թագավորի դեմ։ Ես հարկավոր չհամարեցի հերքել այդ կարծիքը, որովհետև ավելի գերադասում էի այն, որ իմ դստեր դժբախտությունն անծանոթ մներ հայ իշխանական տներին և արքայի անունը չարատավորվի, քան թե ազատ լինիմ այն մեղադրանքից, թե փառասիրական ձգտումներ ունիմ։ Եվ ես հրապարակով մշտական հաշտության երդումն արի և դաշնագիր ստորագրեցի։ Այդ դուք բոլորդ տեսաք։ Բայց դուք չլսեցիք այն խոստովանությունը, որ Աշոտ թագավորն արավ իմ և Սյունյաց եպիսկոպոսի առաջ, և այն երդումը, որ նա երդվեց, թողնել հավիտյան Ասպրամ իշխանուհու հետ ունեցած մտերմական հարաբերությունները և ուղիղ սրտով և մաքուր սիրով վերադառնալ յուր օրինավոր ամուսնու գիրկը։ Այո, ինչպես որ իմ այս ապստամբության իսկական պատճառը ոչ թե փառասիրությունս, այլ թագավորն ուղղությամբ բերելու ցանկությունս էր, այնպես էլ մեր հաշտության իսկական պայմանը և ավելի սրբազան երդումը ոչ թե այն էր, որ դուք իշխաններդ վավերացրիք, այլ այն, որ կնքվեցավ արքայի, Սյունյաց եպիսկոպոսի և իմ մեջ։ Այժմ կատարելապես ծանոթացա քո առաջին պատմության շարժառիթների հետ։ Երկրորդը ինչ պատճառներից առաջացավ, հարցրեց մարզպետունի իշխանը։ Երկրորդը։ Այո։ Նրա պատճառներն ավելի ծանրակշիռ են։ Խնդրում եմ, պատմիր համառոտ, թե չես ձանձրանում։ Ձանձրանալ։ Ոչ։ Մարզպետունի իշխանի հետ խոսակցելը ձանձրույթ չի պատճառի ինձ, պատասխանեց Սևադան և սկսավ յուր երկրորդ զրույցը։ Ես կարծում եմ, ասաց Սևադան, կարելի է միշտ ներել այն հանցավորին, որ կամ հանգամանած բերմամբ, կամ սեփական թուլությունից գործում է մի հանցանք, բայց ունի կենդանի խիղճ, դյուրազգաց սիրտ, ճանաչում է յուր հանցանքը և զղջում է սրտանց։ Բայց ներել այն հանցավորին, որ ոչ միայն չէ խոստովանում հանցանքը, այլև դրվատում է նրան իբր մի առաքինություն, գայթակղեցնում է անփորձ սրտերը յուր օրինակին հետևելու, կամ յուր հանցանքի մեծությունը ծածկելու համար զրպարտում է յուր շրջապատողներին, մեղադրելով նրանց ծանրագույն հանցանքների մեջ։ Այդպիսի հանցավորին, ասում եմ, ոչ միայն չպետք է ներել, այլև անհրաժեշտ է պատժել ամենածանր պատիժներով։ Հակառակ դեպքում մի հատ չարիքը 100 նոր չարիքներ կծնե։ Բարեկամս, իմ և քո թագավորը այս վերջին տեսակի հանցավորների թվին էր պատկանում։ Ես պարտավոր էի նրան պատժել, դա պահանջում էր իմ արժանապատվությունը, իմ ծնողական և մարդկային պարտավորությունը։ Ես պետք է միանգամայն վերցնեի նրան աշխարհի երեսից, այդպիսով գայթակղության քարը վերցված կլիներ մեջտեղից։ Եվ այդ դժվար գործ չէր ինձ համար։ Եվ մի՞թե կարծում ես, թե մեծ կորուստ կունենայինք։ Բնավ, հայոց արքայական գահը միամիտ եղիր, թափուր չէր մնալ։
Թագավորը միևնույնն է, ժառանգ չունի։ Նրա աթոռը վաղ թե ուշ պիտի յուր եղբայր Աբասը պայազատե։ Ուրեմն որքան շուտ այնքան լավ։ Գուցե այդպիսով շատ բան դեպի լավը փոխվեր, բայց ես հիմարացա։ Պաշտպանենք դեռ գահը վտանգից, մտածում էի ինքս ինձ։ Վատ գործը ամեն վայրկյան կարող ենք անել, պատիժը ամեն րոպե կարող ենք չափել, աշխատենք դեռ գահի փրկության համար։ Եվ ես հետաձգեցի պատիժը։ Կարծում էի, թե դժվարին չէ ընծու փոխել զխայտուց և եթովպացվո զսևություն։ Կարծում էի, թե իմ ներողամտությամբ, իմ անհիշաչարությամբ կարող եմ կակղեցնել ապառաժ սիրտը կամ էլ հարություն տալ մեռած և դիակնացած խղճին։ Եվ ահա, երբ ես այս մտքերով էի զբաղված, Աշոտ երկաթը կալանավորեց սյունյաց Վասակ իշխանին, իմ բարեկամին, և դրավ նրան յուր կայյան բերդում։ Ի՞նչն էր նրան կալանավորելու պատճառը, ասա, տեր մարզպետունի։ Անշուշտ քեզ իբրև արքայի մտերմին հայտնի է այդ խորհրդավոր պատճառը։ Իսկ քեզ մի՞թե անհայտ է։ Ես կամենում եմ, որ դու ինքդ ասես։ Սյունյաց Վասակ իշխանը խառն էր արքայի կյանքի դեմ լարված դավադրության մեջ։ Ո՞ր դավադրության։ Այն, որ Աշոտ Բռնավորը, արքաեղբայր Աբասը և նրա աներապխազած Գուրգենը կազմել էին միասին։ Բարեկա, խիղճը մի կողմը թողնենք և խելքով դատենք։ Աբասը և Գուրգենը վաղուց միացած էին թագավորի դեմ։ Այդ հայտնի է, ինչպես և հայտնի է դրա պատճառը։ Գուրգեն Աբխազի դուստրը, Աբաս արքաեղբոր կինը, կամենում էր թագուհի դառնալ դեռ իմ դստեր կենդանության ժամանակ։ Հպարտ Աբխազուհին չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, թե հայոց թագուհին հայ իշխանական տան աղջիկ պիտի լինի, և թե ինքն արդեն գոհ պիտի լինի նրանով, որ թագավորի հարսը և նրա եղբոր ամուսինն է։ Չէ, ախր ինչպես կարելի է։ Նա կամենում էր անպատճառ թագուհի լինել։ Իսկ տղամարդիկ, հո գիտես, կանանց ստրուկներն են։ Այդ ստրկության պայմանն արդեն նախահայր Ադամն է ստորագրել։ Եվ ահա երիտասարդ Աբասը միանում է յուր աներոջ հետ հարազատ եղբորը գահընկեց անելու կամ էլ նրան սպանելու համար։ Արքայազնը անշուշտ կնոջը շատ էր սիրում։ Չէր կարող անկատար թողնել նրա խնդիրը։ Դրա հետ էլ միացրու այդ երիտասարդի բնական փառասիրությունը, և այնուհետև կպարզվի դավադրության պատճառը։ Փեսա և աներ, ինչպես գիտես, իրենց զորքերով դիմեցին երազգավորս թագավորին բռնելու կամ էլ սպանելու, բայց դա չհաջողվեց նրանց։ Աշոտը օր առաջ տեղեկացել էր դավադրության մասին և յուր ընտանիքով խույս տվել ուտիկ։ Դավադիրներն եկան և իրենց խոփը քարին առած տեսնելով, երազգավորսը ավարի առան և հեռացան։ Մարզպետունի իշխան, էդպես է, թե ոչ։ Այո, այդպես է։ Աշոտ երկաթը հո չէր կարող այդ անարգանքը տանել։ Նա էլ գնաց Աբխազած իշխանի երկրներն ավերեց։ Երկու կողմից կռիվը անընդհատ շարունակվում էր։ Ճշմարիտ է, ամեն ճակատամարտումն էլ Աշոտ թագավորը հաղթող էր հանդիսանում, բայց դա միևնույնն է, չէ որ հայոց զորքերից էլ շարունակ ջարդվում էին։ Մանավանդ որ Աբաս արքաեղբայրն էլ աներոջ հետ էր, և յուր զորքերն էլ հայ կտրիչներից էին։ Ահա այս ավերմանց և կոտորածի առաջն առնելու համար իմ բարեկամ Վասակ իշխանը միջնորդ դարձավ երկու պատերազմող կողմերի համար և ամեն ջանք գործ դնելով հաշտեցրեց թագավորը յուր եղբոր և նրա աներոջ հետ։ Մարզպետունի իշխան, էդպես է, թե ոչ։ Այո, այդպես է։ Արդ նույն Վասակ իշխանը, որ ամեն նեղություն կրել, 10 անգամ մի բանակից մյուսն անցել, հորդորել, համոզել, կրքերը խաղաղացրել և հաշտություններ կայացրել, մի՞թե նույն մարդը ինքը մի ուրիշ նոր դավադրության կընկերանար, այսինքն այն դավադրության, որ Աբասն ու Գուրգենը կամենում էին կազմել Աշոտ Բռնավորի ընկերակցությամբ։ Ոչ, չպետք է ընկերանար։ Չէր կարող ընկերանալ։
Այդպես էլ մենք ամենքս էինք մտածում, բայց ախր փաստը հակառակն ապացուցեց։ Վասակ իշխանի մոտ գտան Աշոտ Բռնավորի նամակը, որով նա շնորհակալություն էր անում իշխանին այն բանի համար, որ նա աշխատել էր կայացնել այդ հաշտությունը այն նպատակով, որ միջոց տա Աբխազիո իշխանին և իրեն ու Աբբասին հզորապես պատրաստվելու և միանգամայն Աշոտ թագավորին հաղթահարելու, որովհետև մինչև այն, իբրև թե թագավորի զորքերը հակառակորդների անպատրաստությունից էին օգտվում և հաղթություն տանում։ Ահ, դե այժմ քեզ եմ հարցնում, իշխան, կարելի էր հավատալ այդ նամակի իսկությանը։ Աշոտ Բռնավորը պատերազմում էր թագավորի դեմ, որովհետև ինքն էր կամենում երկրին տիրել։ Աբբասն ու Գուրգենը պատերազմում էին, պատճառը բացատրեցի, թե ինչու։ Վասակ իշխանն ինչ թշնամություն ուներ յուր թագավորի և քեռու հետ։ Միևնույն չէր նրա համար, թե քեռիներից որն է թագավորում, Աշոտը թե Աբբասը։ Չէ՞ որ նա ավելի անդրանիկ եղբոր և օրինավոր թագավորի կողմը կլիներ։ Այո, դա այդպես է, բայց նամակը ինքս կարդացի։ Նա Աշոտ Բռնավորի գրածն էր և խուզարկության ժամանակ Վասակ իշխանի գրպանից հանեցին։ Դու բոլորն ասացիր, դե այժմ ինձ լսիր։ Դա մի զրպարտություն էր, սև, չարահնար զրպարտություն։ Թագավորը կամենում էր առաքել թագուհուն, իմ աղջկան, կամենում էր արատավորել Գարդմանատան անբիծ անունը։ Եվ ահա, նա այդ նպատակին հասնելու համար աղարտեց և հայրենասեր Վասակ իշխանի համբավը։ Ինչպե՞ս, այս խնդրում թագուհու անունը խառը չէ եղել բնավ։ Ձեզ համար այո, միայն Վասակի դավադրության խնդիրը կար, իհարկե, բայց ինձ համար պատրաստված էր և մի ուրիշ խնդիր։ Բայց ի՞նչ։ Թագավորը ինձ հայտնում էր, որ իբրև թե Վասակը մտերմական հարաբերություններ ունի թագուհու հետ։ Ինչ հարաբերություններ։ Սիրային, տեր մարզպետունի, սիրային հարաբերություններ։ Իմ աղջիկը, իմ սուրբ անարատ սահականույշը, լսում ես, իշխան։ Չէ, դա անկարելի է։ Անկարելի է, այնպես չէ, բայց մի՞թե միայն անկարելի, ուրիշ խոսք չես ասում։ Չէ՞ որ դա մի սոսկալի, մի զարհուրելի զրպարտություն է։ Այո, լսողի սարսափման արժանի։ Եվ նա այդ զրպարտությունը հնարեց, հասկանում ես, կարողացավ հնարել։ Խիղճը յուր սիրտը չկեղեքեց։ Եվ այդ խորհուրդը վաղուց էր հղացել։ Հիշում ես, հենց հիշածս հաշտությունը կայանալուց ետ Վասակ իշխանը դադարեց արքունիք հաճախելուց։ Կաթողիկոսը նրան հարցրել էր, թե ինչու թագավորի մոտ չէ գնում։ Վասակը պատասխանել էր, թե թագավորը կասկածում է իմ հավատարմության վրա։ Եվ դա այդպես էր։ Մի օր իշխանը թագուհու հետ միասին ելած է լինում Դվնո շուրջը զբոսանքի։ Իդարցին թագավորը դիտողություն է անում նրան, թե Մարիամ իշխանուհին գանգատվում է միշտ, թե դու զբոսասեր չես, և թե երբեք չես ընկերանում իրեն զբոսանքների ժամանակ։ Հայտնիր իմ կողմից իշխանուհուն, որ դրա պատճառը ոչ թե քո անզբոսասիրությունն է, այլ այն, որ ինքն ավելի գեղեցիկ չէ թագուհուց։ Եվ այդ խոսքերը կարողացել է թագավորն ասել։ Վասակ իշխանն ինքը պատմեց ինձ այդ բանը վշտահար սրտով։ Ախ, այդ էր ուրեմն պատճառը, որ կաթողիկոսը վստահության գիր առավ թագավորից Վասակ իշխանի համար։ Այո, իշխանն ասել էր վեհափառին, թե մինչև որ թագավորը երդմամբ չխոստանա, թե վստահանում է ինձ վրա իբրև յուր հարազատի և հավատարմի վրա, ես ոտքս արքունիք չեմ դնել։ Եվ կաթողիկոսը այդ երդմնագիրն առավ նրանից։ Իշխանն այնուհետև ազատ և անկախ ելումուտ էր անում թագավորի մոտ։ Բայց ահա, մի օր հրամայեց կալանավորել իշխանին և տանել Կայյան բերդը։ Լսելով այդ լուրը, ես վրդովվեցա։ Իսկույնևեթ նամակ գրեցի նրան և հարցրի, թե ինչու իմ բարեկամին և յուր հորաքեռորդուն բանտարկել է նա։ Ո՞րն է արդյոք իշխանի հանցանքը,
Եվ նա, ահա թե ինչ է ինձ գրում։ Այս ասելով իշխանը ծափ զարկեց։ Իսկույն ներս մտավ մի ծառա։ Կանչիր էստեղ գրագրին, հրամայեց իշխանը։ Մի 2 վայրկյանից ներս եկավ գրագիրը։ Գնահանիր իմ գրպանակից թագավորի այն նամակը, որ կապած է սև երիզով և կնքած մոմով, և բեր ինձ։ Գրագիրը գնաց և քիչ ժամանակից ետ բերավ պատվիրած նամակը և տվավ Սևադա իշխանին։ Այժմ դու գնա, հրամայեց իշխանը գրագրին և նա հեռացավ։ Առ, բաց ար այս նամակը և կարդա։ Ես չեմ կամենում, որ քո սրտում կասկածի նշույլ անգամ մնա, ասաց իշխանը, նամակը տալով մարզպետունին։ Բայց քո խոսքն ինձ համար ճշմարտություն է, ինչ կարիք կա հին գաղտնիքները քրքրելու, պատասխանեց մարզպետունին, չկամենալով բանալ նամակը։ Չէ, իշխան, դու թագավորի մտերիմն ես, անշուշտ իմն էլ, իմ անկեղծ բարեկամն ես։ Կվայել է, որ դու իսկությամբ ծանոթանաս մեր թշնամության պատճառներին, որպեսզի չարիքների առաջն առնելու համար ավելի հիմնավոր միջոցների դիմես, և ստիպված չլինիս հեռավոր ճանապարհ գնալ Սահակ Սևադայից խորհուրդ հարցնելու։ Լավ կկարդամ, եթե այդպես հաճելի է քեզ, ասաց իշխանը և նամակի երիզը ու կնիքը լուծելով բացավ մագաղաթը։ Բարձր կարդա, ես մի անգամ էլ եմ ուզում այդ խոսքերը լսել։ Իշխանը կարդաց հետևյալը. Աշոտ Շահնշահ հայոց թագավորից գարդմանատեր և իշխան Սահակ Սևադային ողջույն։ Ստացա քո սիրալիրության գիրը, որով խնդրում ես ինձ տեղեկացնել քեզ իմ ազգական և քո բարեկամ Սիսիական Վասակ իշխանին կալանավորելու և Կայյան բերդը ղրկելու պատճառը։ Այդ պատճառը որքանով որ ծանր է և բարյացապարտ մի հոր սրտի խաղաղությունը վրդովող, դարձյալ ես ստիպված եմ հայտնելու, որովհետև այդ խնդրում է ինձնից իմ թագուհու հայրը։ Վասակ իշխանին կալանավորեցի և մահվան պիտի դատապարտեմ յուրային անարժան վարուց համար, որով նա իմ արքայական տան պատիվն արատավորեց, վաղուց ի վեր անպատշաճ հարաբերության մեջ լինելով քո դստեր և իմ ամուսնու հետ։ Նրա հանցանքը ինքս անձամբ ստուգեցի, ուստի և կալանավորել հրամայեցի չարին չարով կործանելու համար։ Բայց որպեսզի արքայական ընտանիքի պատիվը և գարդմանա հզոր իշխանի անունը աշխարհի առաջ չարատավորվի, ես այդ իշխանը հրատարակեցի իբրև մաստակից Աբասյան դավաքսության և պատրաստել տվի դրա համար օրինական ապացույց։ Շնորհակալ պիտի լինես, որ այսքան հոգատար եմ քո տոհմական անունն անաղարտ պահելու մասին։ Իսկ Վասակ իշխանի մեղսակցին և քո դստերը պատժելու իրավունքը հանձնում եմ քեզ, իբրև մի արդարադատ հոր։ Աշոտ Բ. թագավոր հայոց։ Մարզպետունի իշխանի վրա արքայի այս նամակը ամենածանր տպավորություն արավ։ Այն թագավորը, որ մինչև այդ այնքան բարձր և վեհ էր երևում յուր աչքում, կարծես մի ակնթարթում գլորվեցավ, ընկավ այդ բարձրությունից։ Նրա վեհությունը ոչնչացավ։ Նա երևաց այժմ իրեն իբրև մի հասարակ, ստին լքոր արարած, որին կրքերը շրջում, տարուբերում են ամեն կողմ, որ գերի և ստրուկ է դարձած մարդկային արժանիքը անասնական բնազդին ստորագրող զգացմունքներին։ Մինչև այդ մարզպետունի իշխանը արդարև ներողամիտ էր լինում երբեմն դեպի թագավորը, նրա թուլությունը յուր բնական խառնվածքին վերագրելով։ Նա շատ ընտիր մարդիկ էր ճանաչում, որոնք ազատ չէին այդ արատից։ Բայց նա երբեք չէր կարող հավատալ, թե թագավորը յուր այդ հանցավոր թուլությունը վարագուրելու համար ոճրագործության կդիմեր, կզրպարտեր անարատ և առաքինի թագուհուն, որին ինքը, մարզպետունի իշխանը, շատ լավ էր ճանաչում։ Թե նա Վասակ իշխանի նման հայրենասեր մարդուն զուր տեղը կկալանավորեր, զրպարտելով նրան չգործած հանցանքների մեջ։ «Ի՞նչ բանի վրա ես մտածում այժմ, իշխան», հարցրեց Սևադան մարզպետունուն, տեսնելով, որ վերջինս լռել է արդեն նամակը կարդալուց հետո։ «Ոչ մի բանի,
Դա զարմանալի է։ Այո, երբ սուրը խոցում է սիրտ, այն ժամանակ ուղեղը դադարում է մտածելուց։ Իշխան, դու սուր ցցեցիր իմ սիրտը։ Վշտացար, այնպես չէ։ Կարևեր խոցվեցար։ Օ, այդ դեռ դու ես, դու, որ միայն թագավորի զինակիցը և հայրենիքի մի զինվորն ես։ Դու վշտացար այնքան, որ ուղեղդ դադարեց մտածելուց։ Ապա եթե զինակից և զինվոր լինելուց զատ, լինեիր նաև սիրող հայր։ Եթե հանկարծ տեսնեիր, որ տարիների ընթացքում մեծամեծ աշխատությանց և զոհաբերությանց գնով սիրածդ դստեր համար ստեղծած փառքը, երջանկությունը, ջախջախված ընկած են քո առաջ, թե դրա հետ միասին փշրված են նաև քո լավագույն հույսերը, անդարձ կորած սրտիդ անդորրությունը, հոգվույթ ուրախությունը, արատավորված տոհմիդ պատիվը։ Մարսպետունի իշխան, ի՞նչ կանեիր դու այն ժամանակ։ Միթե ընդհանուր հայրենիքի համար զգացած վիշտը դառնագույն չէ, քան թե այդ բոլորը։ Բայց եթե ընդհանուր հայրենիքի համար զգացած վշտի վրա ավելանային և այս վշտերը, հարկավ անտանելի կլինեին նրանք։ Այո, իշխան, ես պակաս հայրենասեր չէի, և հենց այդ էր պատճառը, որ այդ անխիղճ և զրախոս նամակը ստանալուց ետ ձիչը նստա իսկույն, չթռա դեպի Շիրակ և սրի մի հարվածով չջախջախեցի մեղապարտի գլուխը։ Այլ երկրորդ անգամ ապստամբության դրոշ պարզեցի, հեռատեսությամբ որոշելով, թե այս անգամ մի փոքր ավելի խստությամբ կվարվեմ արքունական կալվածների և ժողովրդի հետ, և գուցե դրանով կարողանամ ազդել թագավորի քարացած սրտի վրա, ճանապարհ բերեմ մոլորյալին և ազատեմ գահը վերահաս վտանգից։ Եվ ահա այդ նպատակով, ինչպես գիտես, վերցրի գարդմանում պատրաստ ունեցած զորքս, որոնց թիվը 8000-ի էր հասնում, և դիմեցի ուղղակի ձորափոր։ Առաջին գործս եղավ կայյան բերդը պաշարելը և առնելը։ Այնտեղ Վասակ իշխանի հետ միասին պահեստի մեջ գտնվում էին նաև մի քանի ապստամբ նախարարած կանայք։ Վասակ իշխանի հետ միասին նրանց էլ ազատեցի։ Եվ մտադիր էի շատանալ միայն այդքանով, մինչև թագավորը Աբխազիայից կվերադառնար յուր զորքերով։ Բայց կայյան բերդից հեռացած զինվորները միացան մոտակա գյուղերի բնակիչների հետ և իմ հանդեպ գտնվող լեռան մեջ ամրանալով, սկսան իրենց ասպատակներով անհանգիստ անել իմ զորքերին։ Ստիպված հարձակվեցի դրանց վրա, և որովհետև դրանք տեղի չտվին, ուստի մի քանի 100 հոգի ջարդեցի։ Իսկ գյուղացիներին խրատելու համար, որ մյուս անգամ չհամարձակվին իշխանների կռվին խառնվելու, հնձել տվի նրանց արտերը, կրակի մատնեցի և ապա հեռացա գուգարած լեռները։ Ահա այս գործի համար էր, որ մեր իշխանները սկսան ինձ մեղադրել, թեպետև իրենք այդպիսի դեպքում տասնապատիկ ավելի չարիքներ են հասցրել։ Ոչ, քեզ ավելի մեղադրում էինք նրա համար, որ ապստամբության դրոշ էիր պարզել այնպիսի մի ժամանակ, որ թագավորը Աբխազիայում զբաղված էր Գուրգենի դեմ կռիվ մղելով։ Բայց մենք արդեն հաղթել էինք նրան։ Վրա ծատրներսեհը միջնորդում էր խաղաղության համար, և արդեն դաշնագիրը ստորագրելու վրա էին, երբ Գուշկանը հասավ և հայտնեց, թե Սահակ իշխանը, կրկին ապստամբելով, ավերում է պետության գավառները։ Թագավորը և մենք առհասարակ մնացինք շվարած։ Ոչ ոք չէր կարող հավատալ, թե դու կդրժեիր քո երդման և բոլորիս ներկայությամբ կնքած ուխտին։ Բայց իրողությունն անհերքելի էր։ Ատըրներսեհ թագավորը ինքը խորհուրդ տվավ արքային կիսատ թողնել Գուրգենի հետ կապելիք դաշնադրության գործը և շտապել գուգարք, քո ավերումների առաջն առնելու։ Ես սպասողական դիրք էի առել և ոչ մի ավերմունք չպիտի անեի։ Ձեր շտապելը իզուր էր։ Բայց թե ինչու արքայի բացակայության ժամանակ ապստամբության դրոշ պարզեցի, դրա պատճառն այն էր, որ չէի կամենում որևէ ընդհարում ունենալ արքայական զորքերի հետ։ Չէի կամենում կոտորածի պատճառ դառնալ։
Ես մինչև անգամ հույս ունեի, թե Ատրներսե թագավորը կամ դուք իշխաններդ կհամոզեք թագավորին բանակ չշարժել իմ դեմ, այլ խորհուրդ կտաք իրեն միայնակ տեստվել ինձ հետ և հաշտվել իբրև որդի յուր հոր հետ։ Այն ժամանակ իհարկե ես նրա հետ կխոսեի ինչ որ պետք էր և գուցե շահավոր ընթացք առներ գործը։ Բայց թագավորը զայրացած հեղեղի նման հասավ գուգարք։ Նրան այլևս քաղցրությամբ դիմավորել անկարելի էր։ Իշխան, այդ կետում դու անարդար ես։ Առաջին, մենք ամբողջ բանակը չշարժեցինք քո դեմ, այլ միայն մի քանի գնդերով եկանք։ Այդ ինձ հայտնի չէր։ Ինձ թվում էր, թե դուք զորքի մեծ մասը դարանում եք դրել։ Ասում եմ այդպես է։ Եկանք միայն մի քանի գնդերով։ Եվ երկրորդ, թագավորը բանակի եպիսկոպոսին ուղարկեց քեզ մոտ պատգամավոր, հաշտություն խնդրեց։ Ինչու չկամեցար հաշտվել։ Այլ ասել է իր եպիսկոպոսին, թե դու կաց այստեղ իմ վրանում, ես կերտամ և նրան իմ սրով կտամ պատասխան։ Այո, դա ճիշտ է, եպիսկոպոսին էդպես ասացի, բայց ինչու։ Դե իմացիր։ Այժմ այո զղջում եմ, բայց ես էլ մի մարդ էի, չկարողացա վայրկենական զայրույթս զսպել։ Եպիսկոպոսն ինձ մատնացույց արավ իմ երդման գիրը, որ թագավորը կապել էր տվել բլրի վրա յուր զորքի առջև կանգնեցրած խաչի պատվանդանին։ Տես, ասում էր, դու դրժում ես այն երդմնագիրը, և եթե չհաշտվես, աշխարհը քեզ պիտի դատապարտե իբրև ուխտադրուժ։ Ես զայրույթից կատաղեցի։ Քո թագավորը յուր ձեռքում ուներ իմ երդման հետքարը և նրան տարածում էր խաչի վրա։ Դրանով կամենում էր աշխարհի առաջ դատապարտել ինձ իբրև ոճրագործի։ Իսկ ես ինչ անեի։ Ասա, որտեղից գտնեի Սյունյաց եպիսկոպոսին և նրա ներկայությամբ թագավորի արած երդումները գրի անցնելով տարածեի իմ խաչի վրա, որպեսզի աշխարհը տեսներ, թե ով է ուխտադրուժը, ով է ոճրագործը։ Ինչ անեի։ Կարող էի նույնիսկ այս նամակը բանալ և կարդալ նրա զորքի և իշխանների առաջ։ Թագավորը շոշափելի և տեսանելի ապացույցներ ուներ ձեռքին։ Ես ոչինչ չունեի։ Ինձ մնում էր գալ և սրով պատառել նրա սիրտը, որպեսզի այնտեղից դուրս հանեի յուր ինձ տված երդման հետքարը և ցույց տայի աշխարհին։ Ես ուրիշ բան չէի կարող անել։ Մի՞թե արդեն անխոհեմ զայրույթի ապացույց չէր այն, որ ես փոխանակ իմ բազմաթիվ զորքն առաջ մղելու և ձեր մի քանի հարյուրից կազմած գունդը սպարսուռ ջնջելու, սուսերամերկ զորքի առաջն ընկա և միայնակ դեպի Բլուրը բարձրացա։ Վերևից հարձակվող զորագունդը ինձ շրջապատեց։ Որդիս թողեց ճակատը և վազեց դեպի ինձ։ Նա տեսնում էր, որ ես զայրույթից խելագարված մահվան դեմ էի գնում։ Եկավ ինձ ազատելու, բայց ձեր սեպուհ գունդը ավելի քաջ գտնվեցավ։ Նա մեզ երկուսիս էլ մեջ առնելով գերի բռնեց, իսկ վանանդացի հրոսակները խառնեցին գարմանացիների ճակատը։ Աստված, այո, Աստված ինքը մատնեց ինձ իմ թշնամու ձեռքը։ Նա կամեցավ պատժել ինձ իմ գործած հանցանքների համար։ Այո, Աստված և ոչ թե Աշոտ թագավորը ընկճեց Սևադային։ Ինքդ ասում ես, որ ձեր բանակը թողել էիք Աբխազիայում և միայն մի քանի հարյուր հոգվով եկել էիք գուգարք։ Ուրեմն այդ մի քանի հարյուր հոգին չէին կարող գարդմանցոց 8000 հոգուց կազմված բանակը ջախջախել։ Բայց Աստված ինձ և իմ որդուն մատնեց ձեր ձեռքը, և զորքը անառաջնորդ մնալով ցրվեցավ։ Այդպե՞ս է, թե ոչ։ Այո, այդպես է։ Լավ, դե այժմ ինձ ասա, եթե թագավորը կամենում էր հաշտվել ինձ հետ, եթե նա փախուստ էր տալիս արյունհեղությունից, ինչու ուրեմն շաղախեց յուր ձեռքերը արյունով հենց այն ժամանակ, երբ այլևս ոչ մի տեղից վտանգ չէր սպառնում նրան։ Նա արդեն գերի էր վերցրել ինձ և որդուս։ Գարդմանազորքերը ցրվել էին անհովիվ ոչխարների պես։
Ինչը ուրեմն ստիպեց նրան կուրացնել ինձ և Գրիգորին, յուր հոր և եղբորը։ Մարդու թե գազանի սիրտ է ապրում նրա կրծքի տակ։ Վախենում էր ապագա ապստամբությունից, ապագա վրեժխնդրությունից։ Ինչու էր վախենում։ Փառք Աստուծո, հայոց թագավորը շատ ամրոցներ ուներ։ Կարող էր մեզ դնել նրանցից մեկի մեջ և պահապաններ կարգել մեզ վրա։ Ինչու անպատճառ կուրացնել։ Ինչու երկու մարդու յուր իսկ հարազատների արևը հավիտյան խավարեցնել։ Ինչպես կարողացավ նա դահճին այդ անագորույն հրամանը տալ։ Ես դեռ ոչինչ, հասակս առած մարդ եմ, շատ բախտավոր օրեր եմ տեսել, երջանիկ ժամեր եմ անցրել և վերջապես հանցանքներ եմ գործել, որոնց համար գուցե արժանի էի պատժի։ Բայց իմ խեղճ զավակը, երիտասարդ, ծաղիկ հասակում, դեռ նորապսակ, դեռ սիրտը հույսերով լի, դեռ փառքի հետամուտ, ինչու նրան էլ կուրացրավ։ Չէ՞ որ նա ոչ մի հանցանք, ոչ մի մասնակցություն չուներ այդ դժոխային խռովությունների մեջ, որոնք ալեկոծում էին իմ թշվառ և յուր դաժան սիրտը, և որոնք մեզ միմյանց դեմ զինեցին։ Մի՞թե վերջապես նա ամենափոքր գութ անգամ չուներ յուր թագուհու և ամուսնու, իմ ապաբախտ դստեր վրա, նրա, որ այնքան ջերմագին սիրում էր իրեն։ Ասում ես, որ կասկածում էր ապագա ապստամբությունից։ Լավ, մի՞թե կույրը չէր կարող վրեժխնդիր լինել։ Չէր սպասում։ Լավ, այժմ թող տեսնե, թե ինչ կարող է անել կույր վրիժառուն։ Գնա և հայտնիր թագավորիդ, որ ես տանջվում էի յուր հաջողությունները լսելով։ Երբ իմացա, որ յուրաբաս եղբոր և Աշոտ Բռնավորի հետ հաշտվել է, և նրանց հետ միասին նորեն դվինը գրավելով ուրախության տոնախմբություններ է կատարում, բորբոքվեցա չարախնդության կրակով։ Սիրտս վրեժ էր գոռում, և ես լսեցի նրա ձայնին։ Հրավիրեցի ինձ մոտ Ցլիկ Ամրամին, հայտնեցի նրան յուր կնոջ և թագավորի միմյանց հետ ունեցած սիրահարական գաղտնիքները, վառեցի, բորբոքեցի նրա սրտում թունավոր նախանձի, թշնամության և վրեժխնդրության անշիջանելի բոցը։ Ապստամբեցրի նրան անօրեն թագավորի դեմ, միացա նրա հետ և ես, իսկ մեզ հետ կմիանան շուտով ուրիշ շատերը։ Այն ժամանակ թող քո թագավորը պինդ բռնե յուր գահը և տեսնե, թե կույր վրիժառուի բազուկները կսասանեն նրան, թե ոչ։ Բայց այդպիսով դուք ձեր վրեժը կլուծեք միայն ազգից և ոչ թե թագավորից, վշտահար նկատեց մարզպետունի իշխանը։ Ոչ, մենք մեր վրեժը կլուծենք միմիայն թագավորից։ Թագավորը չի հաղթահարվիլ։ Ահա նա գալիս է եկեղեցոց կատաղի զորքերով և անպատճառ կվանե Ցլիկ Ամրամին, կջարդե նրա բոլոր զորքերը, որոնք դժբախտաբար միմիայն հայեր են։ Գուցե նաև կսպանե քո Դավիթ որդուն, որ այժմ Ամրամին զինակից է դարձել։ Ոչ, արդարադատ Աստված չի հաջողիլ նրան։ Ես գուշակում եմ, և դու կտեսնես, որ այս անգամ գոնե Աստուծո բազուկը կպատժի նրան։ Ժ.Ա. Կույր աչքը կներե, կույր սիրտը չի ներիլ։ Սևադա իշխանի խոսքերը ծանր տպավորություն արին մարզպետունու վրա։ Չնայելով, որ նա րոպեապես գրգռվելով սպառնաց իշխանին, թե ահա թագավորը կգա եկեղեցոց զորքերով, կվանե Ցլիկ Ամրամին կամ կսպանե Դավիթ որդուդ և այլն, այսուամենայնիվ Սևադայի վերջին գուշակությունը երկյուղ ազդեց նրա սրտին։ Նա որքան քաջ, նույնչափ և բարեպաշտ ու երկյուղած էր։ Նա հավատում էր, որ Աստված լսում է կույր ծերունիներին և կատարում է օրհնությամբ կամ անեծքով նրանց հայցած խնդիրները։ Այդ պատճառով մի գաղտնի
Եվ մինչև այն իրեն անծանոթ կասկած պաշարեց յուր սիրտը։ Նախազգացմունք էր այս թե նախապաշարման ազդեցություն, հարկավ նա չէր կարող որոշել, բայց նա գիտեր, որ թագավորը հանցավոր է, և որ Աստված թեպետ երբեմն ուշ, բայց և այնպես հանցավորներին պատժում է։ Նա մտածում էր, որ թագավորը կարող էր հաղթվել, որ ապստամբները կարող էին ցրել եկեղեցիներին, և այդ մի անպատվություն կլիներ հայոց արքայի համար, որ եկել էր յուրայինների հետ պատերազմելու օտար զորքերով։ Իսկ այս անպատվության կհաջորդեին անշուշտ նոր կոտորածներ, նոր ավերումներ և այլն։ Այս մտքերը սարսափեցրին իշխանին, բայց նա լուռ նստած սպասում էր, թե ուրիշ ինչ պիտի ասե Սևադան։ Նա որոշել էր չհակառակել այլևս նրան, չգրգռել վիրավոր հոգին, այլ խոնարհիլ և հետը խոսել ողոքանոք։ Գուցե այդպիսով ամոթեմ կարծրացած սիրտը, կենդանացնեմ ընդարմացած խիղճը և նրա արդար ցասումից հայրենիքին սպառնացող վտանգը հեռացնեմ, մտածում էր նա։ Այդ միջոցին ներս մտավ ծառաներից մինը և հյուրին ջուր բերավ լվացվելու համար։ Մարզպետունին ակնարկեց նրան նախ Սևադա իշխանին մատուցանելու կոնքը, որովհետև իրեն, իբրև տարիքով նրանից փոքրի, վայել չէր առաջ լվացվել։ Սևադան, որի ուշադրությունից ոչինչ չէր վրիպում, ժպտալով նկատեց. «Զարմանում եմ, որ քո թագավորը մանկությունից սկսած մեծացել է քեզ հետ, բայց պատշաճից օրենքները հարգելու մասին ոչինչ չէ սովորել քեզանից։ Բայց նա ունի և ուրիշ շատ առավելություններ, որոնց համար կարժեր ներել յուր փոքրիկ թերությունները», ֊ մեղմությամբ պատասխանեց մարզպետունին։ Երբ նրանք լվացվեցան, երկու ուրիշ ծառաներ ներս բերին ընթրիքը, որ պատրաստված էր երկու արծաթյա դրվագազարդ խաների մեջ, որոնցից մինը դրին մարզպետունու և մյուսը Սևադայի առաջ։ Մանկահասակ ծառաներից մինը չոքեց Սևադայի հանդեպ, որպեսզի օգնե նրան կերակուր առնելու, իսկ մյուսը կանգնած և արծաթե սրվակը ձեռին գինի էր մատրվակում ինչպես յուր տիրոջը, նույնպես և հյուրին։ Բայց մարզպետունին հուզված էր և գրեթե ոչինչ չէր ճաշակում։ Սևադան այդ իմացավ մատրվակի մի պատասխանից և ժպտալով ասաց. «Տեսնում ես, իշխան, հասարակ ժողովուրդն ավելի խելոք է վարվում։ Մի ժամ առաջ ասացի, թե նա յուր տանը մտնող հյուրի գալստյան պատճառները չի քննում, մինչև որ նրան կուշտ չի կերակրում, բայց ես չկամեցա նրանց նմանվիլ։ Ես ասացի, որ մենք օտարներ չենք, տարօրինակ կլիներ, եթե մի վայրկյան առաջ չցանկանայինք տեղեկություններ առնել իրարից մեզ հետաքրքրող խնդիրների մասին։ Բայց այժմ տեսնում եմ, որ սխալվել եմ։ Եթե ես քո գալստյան պատճառը հարցրած և քեզ պատասխաններ տված չլինեի, այժմ դու ախորժանոք կերակուր կվայելեիր իմ տանը։ Ախ, իշխան, այդպես է, կեղծել չեմ կարող։ Լավ չէ, որ մենք առհասարակ չենք հետևում մեր փորձված պապերի խրատներին, ֊ պատասխանեց մարզպետունին։ Այո, համաձայն եմ քեզ հետ։ Այդ խրատները սուրբ խրատներ են, երբեք չպիտի մոռանանք նրանց։ Բայց մենք մոռանում ենք հենց ամենից կարևորները։ Այդ խրատներից մինն այն է, որ ասում է. «Զուգություն է մայր բարյաց, անզուգություն ծնող չարյաց»։ Սևադան մի վայրկյան լռեց և ապա ժպտալով դարձավ խոսակցին. «Դու ինձ կշտամբում ես, տեր մարզպետունի, և իրավունք ունիս, բայց ես խնդրում եմ, որ ընթրիքդ վայելես։ Դա ինձ ավելի կուրախացնե, քան թե զուգություններից առաջացող բարիքները, որոնց շատ անգամ մենք չենք կարողանում բուն չարիքներից զանազանել»։ Իշխանը հիշեց, որ որոշել էր չհակառակել, ուստի լռեց և սկսավ ուտել։ Բայց նրա վրա արդարև ծանր ազդեցություն էր անում Սևադա իշխանի ծառայի օգնությամբ կերակրվելը։ Միայն այդ տեսարանին ներկա չլինելու համար նա կցանկանար, որ երբեք մտած չլիներ գարդման։ Չէ որ նա տեսել էր այդ իշխանին առողջ ժամանակ,
երբ նա ճեմում էր յուր առաջ ինչպես մի հսկա, կրակոտ աչքերով, հպարտ նայվածքով, դեմքի վես արտահայտությամբ, իսկ այժմ կծկված էր նա տախտի մի անկյունում ինչպես զառամյալ ծերուկ, նիհարած, դալկադեմ, և միայն հոգին էր, որ չէր ճնշվում նրա մեջ մարմնո կրած զրկանքներից։ Երբ ընթրիքը վերջացավ, մարզպետունին հարցրեց, թե ինչու Գրիգոր իշխանը չի կամենում գալ իրենց մոտ։ Գրիգորը նույնպես Ամրամի հետ է, պատասխանեց Սևադան։ Դավիթ որդիս առաջնորդում է աղվան գնդերին, իսկ Գրիգորը գարդմանացիներին։ Առաջնորդում է գարդմանացիներին, զարմացած հարցրեց մարզպետունին։ Այո, առաջնորդում է։ Մի՞թե այդ խոսքը քեզ զարմացնում է։ Դու անշուշտ մտածում ես, թե ինչպես կարող է կույրը առաջնորդել, այնպես չէ։ Բայց իմ զորքերը պատերազմի համար ուրիշ առաջնորդներ ունին։ Գրիգորի ներկայությունն անհրաժեշտ է բանակում նրա համար, որ գարդմանացիք ամեն րոպե աչքի առաջ ունենան իրենց կույր իշխանին և սրտերի մեջ վառ պահեն վրեժխնդրության կրակը։ Ոչ մի զորապետի խրախույսը այնքան չի գրգռել իմ զորքերի քաջությունը, որքան իմ որդվո կուրությունը։ Նրանք տիրասեր են և չեն հանգստանալ, մինչև որ իմ և նրա վրեժը չառնեն թագավորից։ Մարզպետունին զարմանում էր, որ Սևադան բանում էր նրա առաջ յուր սիրտն անկեղծորեն, հայտնում էր նրան մինչև անգամ յուր նախահոգակ դիտավորությունները, և այդ անում էր առանց քաշվելու կամ էլ նույնիսկ վախենալու, թե ինքը, մարզպետունին, իբրև արքայի հավատարիմ և զինակից, կարող է խոչընդոտ լինել իրան յուր նպատակներն իրագործելու։ Սևադայի այս վարմունքը ավելի ևս երկյուղ էր ազդում մարզպետունու սրտին։ Եվ այդպես, դու ուրեմն հոգացել ես, որ գարդմանացոց վրեժխնդրությունը լինի անշիջանելի, իսկ ապստամբությունը համաճարակ և կործանիչ, հարցրեց իշխանը հուսահատ ձայնով։ Այո, տեր մարզպետունի, այո, ուրիշ կերպ վարվել չէի կարող։ Անիծիր ինձ, եթե կամենում ես, բայց գիտցիր, որ երբ բաժակը լցվում է, այն ժամանակ այլևս անկարելի է ավելացնել նրա վրա ուրիշ մի քանի կաթիլ և պահանջել, որ նա չթափվի։ Մարզպետունին զգաց, որ հասել է արդեն ժամանակը գործադրել այն զենքերը, որոնցով միայն հնարավոր էր անողոք իշխանի սիրտն ամոթել։ Այդ զենքերը յուր խնդիրները և աղաչանքներն էին։ Այդպիսի զենքերով իհարկե նա չէր հայցիլ օտարից, նույնիսկ հայրենիքի փրկությունը։ Բայց մի ներքին խռովություն դադարեցնելու համար նա չէր քաշվում աղաչել հարազատին, որովհետև դրանով նա չպիտի նվաստացներ իրեն, այլ պիտի բարձրացներ նույնիսկ Սևադայի աչքում։ Այդ պատճառով ասաց. Սևադա իշխան, եթե ես ծունր չոքեի քո առաջ, համբուրեի քո ոտքերը և աղաչեի, որ խնայես դու եղբարցդ և ոտկերանցդ արյունը, արգելես այն կոտորածը, որ մի օրվա մեջ անթիվ ընտանիքներ պիտի կործանե, բյուրավոր մանուկներ պիտի որբացնե, կանայք և հարսունք պիտի այրիացնե, եթե հիշեցնեի քեզ նախ քրիստոնեի և ապա հայ մարդու սրբազան պարտքը, որ է չարին չարյավ չհատուցանել և հայրենիքը կործանելու գնով անձնական վրեժխնդրությունը չհագեցնել, ինչ կանեիր դու, Սևադա իշխան, մի՞թե անողոք կմնայիր իմ աղաչանքների, իմ արտասուքների առաջ։ Ոչ մի խոսք այդ մասին, տեր մարզպետունի, բնությունն ուրիշ կերպ է ստեղծել մարդուն, իսկ մենք այլ կերպ ենք հասկանում նրան։ Ապստամբած սիրտը չի հնազանդիլ ուղեղի հրամանին։ Իզուր ենք մենք այդ մասին խրատներ կարդում մեզ և իզուր էլ քրիստոնյաներ անվանում։ Մենք մեր կրքերի հպատակներն ենք և ոչ թե Քրիստոսի աշակերտները։ Քրիստոնյա մարդ չկա աշխարհում։ Քրիստոսի պատվերը կատարում են միայն նրանք, ովքեր զրկանք չեն կրել ապերախտ ընկերից, կամ էլ եթե կրել են, չեն կարողանում ակն ընդական և ատամն ընդատաման փոխարինել։
Բայց նրանք, որոնք ուժ ունին փոխարինելու, փոխարինում են զրկանքը, եւ այդ ավելի բնական է, քան քրիստոնեաբար ներելը։ Իսկ նրանք, որոնք ուժ ունին վրեժխնդիր լինելու եւ սակայն ներում են, եթե կան այդպիսի մարդիկ, ապա նրանք գերբնական արարածներ, ճիշտ Քրիստոսի աշակերտներ են, բայց ես այդպիսիներին չեմ ճանաչում։ Սևադա իշխան, դու եղիր նրանցից մինը։ Միթե քո սիրտը ավելի չի հպարտանալ այն ժամանակ, երբ մտածես, թե կարող էիր վրեժխնդիր լինել, եւ սակայն ներեցիր, քան այն ժամանակ, երբ վրեժխնդիր լինելով շուրջդ ավեր եւ սրածություն սփռես։ Ով որ գիտե, թե որն է բարին եւ լավագույնը, եւ սակայն գործում է հակառակը, նա մի չարագործ է։ Անշուշտ գարդմանատերը չի ցանկանալ, որ մեզանից մինը համարձակվի նրան այդ անունը տալ։ Գարդմանատերը դժբախտաբար մի հասարակ մարդ է։ Բնությունը նրա կրծքի տակ դրել այնպիսի մի սիրտ, որպիսին ունեն եւ ուրիշները։ Նա չի կարող զգալ այն, ինչ որ չեն զգում յուր նմանները։ Ոչ, գարդմանատերը մի սինլքոր կամ գեղչուկ չէ, որ չճանաչի առաքինությունը։ Նա գիտե, թե որքան քաղցր է ներելը եւ պիտի ներե անշուշտ։ Ես խնդրում եմ քեզանից այդ շնորհը, այն մայրերին եւ կանանց բերանից, որոնց որդիները եւ ամուսինները պիտի զոհվեն քո վրեժխնդրությանը։ Տեր մարսպետունի, դու ինձ զինաթափ ես անում։ Քո խոսքերը ճնշում են իմ սիրտը, որովհետև դու նստած ես այժմ իմ առաջ, եւ ես լսում եմ քո կենդանի բարբառը։ Բայց երբ դու հեռանաս, եւ ես մնամ միայնակ, երբ այս ահագին սրահի մեջ չղջիկները գան ինձ ընկերանալու, երբ առավոտյան արևը բերե ինձ նույն խավարը, ինչ որ բերել էր գիշերը, երբ երկու քայլ փոխելու համար կարոտեմ իմ ծառաների շնորհին, երբ տենչանոք տենչամ, բայց չկարողանամ լսել իմ լծակցի մխիթարական մի խոսքը, եւ մտածեմ, որ քո թագավորի անողոր մրամանը գերեզման տարավ նրան, այն ամուսնասեր կնոջը, այն որդեսեր ծնողին, երբ լսեմ իմ թշվառ հարսի տխուր երգերը, կամ էլ կույր ամուստու սև բախտը լացող նրա ողբերը, երբ Գրիգորի որդին, փոքրիկ Սևադան, գա 100-րդ անգամ ինձ հարցնելու, թե պապիկ, դու ծերացար, Աստված քեզ կուրացրեց, իսկ իմ հայրը ինչու համար է կույր։ Ասա, Տեր մարսպետունի, երբ այս բոլորը գան եւ աղմկեն ուղեղս, խռովեն հոգիս, երբ սիրտս անընդհատ գոռա, վրեժ, վրեժ անզգամին, ինչ անեմ ես այդ ժամանակ։ Ինչ անես այն ժամանակ։ Այո, ասա, ես ինքս կամենում եմ ինձ հաղթահարել, ինչ անեմ։ Իսկ ինչ արավ Սմբատ թագավորը, երբ յուրաշխարհի ավերումը տեսնելով իջավ կապույտ բերդից եւ յուրանձը մատնեց թշնամուն։ Ինչ արավ, երբ դահիճները յուր թաշկինակն առնելով, վարոցներով բերանը խրեցին, երբ կզակին գելարաններ դնելով, չվանով պարանոցը պրկեցին, երբ ծանր բեռներ գլխին թափելով, տասնյակ հոգի վրան նստեցրին, երբ վերջապես դյուցազդի շունչը հատցնել չկարողանալով, նրա անդամները սկսան հոշոտել եւ վերջը խաչի վրա տարածել։ Սևադան լուռ էր։ Ոչինչ չարավ։ Նա ընդամենը ասաց. Տեր, ընդունիր այս զոհը, որ բերում եմ իմ ազգի համար, եւ փոխարեն փրկիր իմ ժողովուրդը պատուհասից։ Նա ասաց. լավ է մեզ, զի այր մի մեռանիցի ի վերա ժողովրդյանս, եւ մի ամենայն ազգս կորիցե։ Եվ հոժարությամբ հանձն առավ նահատակությունը։ Դու էլ իշխան, ընդունիր, թե չարագործ Հագարացու մինն է քեզ կուրացրել, եւ այն ժամանակ անտրտունջ կարող ես կրկնել նույն խոսքերը, երբ տխուր միայնությունը, ցերեկվա խավարը, սիրեցյալ ամուստուտ հիշատակը, հարսիդ ողբերը եւ փոքրիկ Սևադայի թոթովանքը կգան քո սիրտը եւ հոգին վրդովելու։ Հագարացի գազաններին աղաչել, համոզել անկարելի էր։ Նրանց հոգվոց արավը արյունն էր զովացնում, բայց հայ իշխանին Աստված այդ հոգին չէ տվել։ Ուրեմն նա պիտի լսե յուր խղճի ձայնին,
Պիտի լսե իմ աղաչանքին և հավատա, որ նույնիսկ իմ բերանով խոսում է յուր հետ ազգի ամեն մի թշվառացող անդամ։ Սևադան մի քանի վայրկյան լուռ էր։ Հանկարծ նա գլուխը բարձրացնելով հարցրեց. Գևորգ իշխան, ի՞նչն է քո պահանջն ինձանից։ Այն, որ հեռացնես Ամրամից քո զույգ որդիներին և ետ կանչես ուտիքից թե աղվանից և թե գարդմանագնդերը։ Սևադան կրկին գլուխը կախեց և սկսավ մտածել։ Սենյակում միառժամանակ լռություն տիրեց։ Բայց Գևորգ իշխանը զգում էր արդեն, որ յուր խոսքերը ցանկալի տպավորություն արին Սևադայի վրա, ուստի սրտատրոփ սպասում էր նրա համաձայնությանը։ Եվ ահա վերջապես Սևադան խոսեց. Դու ինձ համոզեցիր, տեր մարզպետունի, իմ մեջ շարժեցիր նախանձավորության զգացում։ Ես չեմ կամենում, որ դու հայրենասիրությամբ գերազանցես ինձ։ Թող այդպես լինի։ Ես թողնում եմ վրեժխնդրությունը։ Բայց բռնկած ապստամբությունը խաղաղելու համար կա և ուրիշ մի արգելք, որ ես բառնալ չեմ կարող։ Այդ աշխատությունը դու պիտի հանձնառնես։ Ամենայն ուրախությամբ, աշխատությունից ես չեմ փախչում, միայն թե ասա, ո՞րն է արգելքը։ Ես իմ որդիներին կհամոզեմ և կվերադարձնեմ իրենց զորքերով, բայց Ցլիկ Ամրամին համոզել չեմ կարող, որովհետև ինքս եմ թշնամության կրակը վառել նրա սրտում։ Այժմ ինչպես հակառակ խորհուրդ տամ նրան։ Այդ նեղությունը ես հանձն կառնեմ, ասաց մարզպետունին։ Շատ գեղեցիկ, բայց իմացած եղիր, որ մինչև Ամրամը չհամոզվի ետ կանգնել յուր մտադրությունից, ես իմ զորքերը չեմ բաժանիլ նրանից, որովհետև խոսք եմ տվել աջակցել նրան ամեն դեպքում, ուրեմն և իմ խոսքը դրժել չեմ կարող։ Այժմ դու գնա Ամրամի մոտ, աշխատիր համոզել նրան, որ հնազանդ է յուր թագավորին։ Եթե կհաջողես ձեռնարկությանդ մեջ, սուրհանդակ ղրկիր ինձ, և ես իսկույն հարկ եղած հրահանգները կտամ իմ որդոց, որպեսզի հեռանան ուտիքից իրենց զորքերով։ Իսկ եթե չես հաջողիլ, այն ժամանակ իմացիր, որ Աստված չի կամենում անցնել փորձության բաժակը, և ուրեմն մեզանից մեկը պիտի դատարկե այն։ Մարզպետունի իշխանը սաստիկ ուրախացավ և յուր շնորհակալությունը Սևադային հայտնելու համար առավ նրա աջը և համբուրեց։ Իշխանի կարծիքով ամենամեծ դժվարությունն արդեն բարձվել էր։ Սևադան, որ ամենքից ճանաչված էր իբր անողոքելի մի քարաժայռ, ահա համոզվել էր։ Ինչ դժվարություն կար ուրեմն Ցլիկ Ամրամին համոզելու, մի մարդու, որ համառություն չուներ և որի բնը ստեղծված էր բարի սրտով։ Այս մտածմունքով հեռացավ Սևադայից իշխանը և գնաց հանգստանալու դղյակի լավագույն քնարաններից մեկում, ուր առաջնորդեց նրան իշխանի սենեկապետը։ Փափուկ անկողինը և շրջապատող լռությունը շուտով թմրություն բերին իշխանի հոգնած անդամներին, և անուշ արարքունը փակեց նրա աչքերը։ Լույսը դեռ նոր էր բացվում, որ մարզպետունի իշխանը հագնվելով իջավ դղյակի բակը և ծառաներից միմին զարթեցնելով հրամայեց յուր ձին թամբել։ Եղանակը ցուրտ էր և երկինքն ամպամած։ Աշնանային եղյամը ծածկել էր գետինը և հիշեցնում էր մոտալուտ ձմեռը։ Ծառան, որ նոր էր տաք անկողնուց ելել, ցրտի ազդեցությունից կծկված դժվարանում էր շտապով ավարտել գործը։ Իշխանը համբերել չկարողացավ, նրա համար վայրկյանները թանկ էին։ Այդպես են գործ կատարում այստեղ, կշտամբեց նա ծառային և նժույգը առաջ քաշելով արագ ամրացրեց թամբի կապերը։ Այնուհետև նորից բարձրանալով վերին դստիկոնը, զարթեցրեց Սևադայի բարապանին, իմանալու համար, թե արդյոք կարող է տեսնել իշխանին։ Նրանց խոսակցության ձայնն առավ սենեկապանը, ապա դուրս եկավ միջանցքը։ Նա զարմացավ Գևորգ իշխանին այդպես վաղ այդտեղ տեսնելով։ Ի՞նչ եք հրամայում, իշխան, հարցրեց նա մարզպետունուն։ Եթե կարող ես զարթեցնել իշխանին, հայտնիր նրան, որ ես կամենում եմ գնալ և կուզեի տեսնել իրեն,
ասաց իշխանը։ Սենեկապանը ներս մտավ և մի քանի վայրկյանից վերադառնալով հայտնեց, որ իշխանը արդեն սպասում է իրեն։ Մարզպետունին հետևելով սենեկապետին և մի երկու փոքրիկ խուցեր անցնելով մտավ Սևադայի ննջարանը։ Սենյակը լուսավորում էր տակավին փոքրիկ արծաթյական թեղը, իսկ իշխանը նստած էր մահճի մեջ գիշերային լոդիկով։ «Իսկ ինչու այսպես վաղ, սիրելի իշխան», հարցրեց Սևադան։ «Կամենում եմ այսօրևեթ հասցնել Ամրամի բանակը։ Ժամանակը թանկ է, պետք է շտապել»։ «Բայց դու գիտես, թե որտեղ է նա բանակած»։ «Երբ շրջում էի ուտիքում, ինձ ասացին, որ նա անցել է Աղստև և գտնվում է Տավուշ բերդի մոտ։ Իսկ այժմ որտեղ լինելը չգիտեմ, եկա, որ այդ մասին տեղեկություն առնեմ քեզանից»։ 2 օր առաջ մեր գնդերը բանակած էին Սագամի ափին, իսկ Ամրամը գտնվում էր դեռ Տավուշի մոտ։ Եթե թագավորի գալստյան մասին լուր առած լինեին, ուրեմն բանակները կմիացնեն։ Գնա և այդ կողմերը կպատահես նրանց։ «Իսկ դու չես կարող հայտնել, թե որտեղ պիտի միանան բանակները», հարցրեց իշխանը։ «Ոչ, ես իրավունք չունիմ հայտնելու, և դու, իշխան, այդ չպիտի պահանջես ինձնից։ Դու ինձ համոզեցիր և ես տվի քեզ իմ համաձայնությունը հաշտվել թագավորի հետ։ Այդ ես կարող էի անել։ Գնա այժմ համոզիր Ցլիկ Ամրամին։ Եթե կհաջողիս, լավ, եթե ոչ, պատերազմը նրա կողմից անխուսափելի է։ Ուրեմն և բանակի գաղտնիքը քեզ բանալը անկարելի»։ «Շատ լավ, թող այդպես լինի։ Շնորհակալ եմ արդեն քո համաձայնության համար։ Այժմ տուր ինձ քո օրհնությունը, և ես կերթամ։ Այդ օրհնությունը կհաջողե իմ ճանապարհը»։ «Աստված թող օրհնե այդ ճանապարհը։ Դու խաղաղության և հաշտության միջնորդ ես։ Անկարելի է, որ նախախնամությունը չհաջողե քեզ։ Բայց եթե նա կանխավ որոշել է պատժել հանցավորին, ես կանեմ այն, ինչ որ հրամայում են ինձ իմ պարտքը և հայրենիքը, իսկ Աստուծո կամքը մենք միայն կարող ենք օրհնել»։ Այս ասելով իշխանը մոտեցավ Սևադային, գրկեց նրան և համբուրելով հեռացավ։ Մի քառորդ ժամից նա Վահրամ բերդակալի մոտ էր։ Թանձր և երկար այծենակաճի մեջ փաթաթված և խոշոր գլուխը պողպատե գլխանոցով ծածկած, անցուդարձ էր անում բերդակալը յուր դիտանոցի առաջ։ Նրան մոտեցավ մարզպետունին։ «Գիտեի, որ այդպես վաղ պիտի բաժանվիս իշխանից, ուստի լուսածագին դուրս եկա տանից, որպեսզի հրամայեմ ամրոցի դռները բանալու», ասաց բերդակալը իշխանին և նրան մոտենալով հետաքրքրությամբ հարցրեց, թե արդյոք կարողացավ անծանոթ մնալ Սևադայից, կամ էլ թե տեղեկացավ ցանկացած գաղտնիքներին։ Իշխանը պատմեց նրան համառոտ, ինչ որ պատահել էր իրեն, կամ ինչ որ խոսել էր Սևադայի հետ և լսել նրանից, ծածկելով իհարկե այն ամենը, ինչ որ ապստամբությունը գրգռող ընտանեկան գրստություններին և սիրային գաղտնիքներին էր վերաբերում։ Այդ պատճառների հետ իշխանի կարծիքով անկարելի էր ծանոթացնել արտաքին պաշտոնյաներին։ Բարեսիրտ Վահրամը զարմացավ, տեսնելով, որ ինքն այդքան մոտիկ ապրելով Սևադային, չէր կարողացել նրա գաղտնիքները ճանաչել, և դեռ մինչև այդ րոպեին չգիտեր, թե Ցլիկ Ամրամին ապստամբեցնողը Սևադան է եղել։ Իշխանը կամեցավ օգուտ քաղել այդ բանից, բերդակալի մտերմությունը ավելի վաստակելու համար։ «Ի՞նչ ես կարծում, բարեկամ», ասաց նրան ծիծաղելով, «եթե Սևադան ճանաչած չլիներ քեզ, մի՞թե թույլ կտար, որ դու մնայիր այստեղ այդ պաշտոնում»։ «Ի՞նչ, մի՞թե նա գիտե, որ ես դեռ հավատարիմ եմ թագավորին»։ «Նա ամեն բան գիտե, բայց նա ճանաչում է քեզ»։ «Ինչպես թե ճանաչում է ինձ»։ «Նա գիտե, որ դու նրան վնասել չես կարող»։ «Ինչպես թե չեմ կարող, քաջությունն է իմ մեջ պակաս, թե բազուկներս են ծերությունից թուլացել»։ Ջերմությամբ հարցրեց բերդակալը։ «Նա մինչև անգամ համոզված է, որ դու թագավորիդ պաշտպանել չես կարող, եթե հարկը պահանջե», հարեց մարզպետունին, կամենալով գրգռել բերդակալի ինքնասիրությունը։ «Եվ նա այդ մասին խոսե՞ց քեզ հետ», հուզված հարցրեց Վահրամը։ «Ոչ, հայտնապես ոչինչ չասաց»։
հայտնապես ոչինչ չասած։ Հասկանում եմ, բայց ակնարկությունից դու այդ գուշակեցիր։ Լավ, ես կստիպեմ այդ մարդուն հարգել ինձ։ Գևորգ իշխան, ես այժմ քեզ հետ եմ։ Դիմեց նա մարզպետունուն վճռական եղանակով։ Գնա, աշխատիր, որ նա հաշտությունը կայանա։ Իսկ եթե դա չի հաջողիլ, անմիջապես սուրհանդակ ղրկիր ինձ։ Հետևյալ օրը ես քո մոտ կլինեմ։ Այս սուրը ճանապարհ կբանա իմ թագավորի համար ինչպես ուտիքը, նույնպես եւ գարդմանը նորից գրավելու։ Այս ասելու ժամանակ նա բացավ լայնադրոշ այցենակաճը եւ զորեղ ձեռքը դրավ վաղակավորի երախակալի վրա։ Մարզպետունին ուրախացավ յուր սրտում, որ կարողացավ հուզել Վահրամին եւ այդ խոստումը առնել նրանից։ Թագավորը արդարև կարիք ուներ այդ միջոցին Վահրամի նման անձանց աջակցության։ Նա այն քաջերի թվին էր պատկանում, որոնք սկզբում զգուշությամբ են մոտենում վտանգին, բայց մի անգամ մոտենալուց ետ այլևս չեն վախենում նրանից։ Տուր ինձ քո ձեռքը եւ երդվիր, որ ուր որ էլ լինիմ, պիտի գաս իմ կոչին, թեկուզ մահվան դիմավորելու համար, ասաց մարզպետունին, յուր թափանցող հայացքը սևեռելով բերդակալի աչքերին։ Երդվում եմ լուսավորչի Սուրբ Հաչովը, հարեց իսկույն Վահրամը եւ ձեռքը տարավ մարզպետունուն։ Վերջինը սեղմեց այն ջերմությամբ եւ ասաց. Շնորհակալ եմ Վահրամ իշխան։ Մինչև այժմ ես իրավունք ունեի միայն մի անձի վրա, որին կարող էի զոհել գահի եւ հայրենիքի սիրուն։ Այս վայրկյանից ուրեմն իրավունք եմ ստանում երկու անձի վրա։ Այո, Վահրամ Սեփուհը նույնպես քեզ է պատկանում։ Զոհիր նրան, երբ հարկը կպահանջե, միայն թե հայրենիքի փրկության սեղանի վրա։ Ես ուրիշ սեղան չեմ ճանաչում, եւ այս վայրկյանից քո ձեռքն եմ հանձնում իմ հույսը եւ հավատը։ Այս ասելով իշխանը գրկեց բերդակալին, համբուրեց նրան ջերմությամբ եւ մի քանի ուրիշ պատվերներ էլ տալով աշտանակեց յուր նժույգը եւ սրարշավ դուրս եկավ ամրոցից։ Իշխանի թիկնապահը, որ գարդման ավանում անախորժ նորություններ էր լսել, եւ այդ պատճառով գրեթե ամբողջ գիշեր անցրել էր անհանգստության մեջ, վաղ առավոտվանից ելնելով ուղղվեցավ դեպի ամրոցը։ Նա աշխատում էր մի վայրկյան առաջ հասնել այնտեղ, վախենալով, թե գուցե յուր տիրոջը մի վտանգ հասնի ապստամբ իշխանից։ Բայց որքան մեծ եղան նրա զարմանքն ու ուրախությունը, երբ դեռ գարդմանա գետակը չանցած, տեսավ իշխանին, որ իջնում էր ամրոցի զառիվայրից։ Ուր եւ ինչու այդպես վաղ, եզնիկ, հարցրեց իշխանը յուր թիկնապահին, երբ նրանք մոտեցան միմյանց։ Տերիմ, եթե մութով կարողանայի մտնել ամրոցը, նույնիսկ այս գիշեր կգայի քեզ մոտ, պատասխանեց թիկնապահը։ Բայց գիտեի, որ գարդմանը անմատչելի է ծակամուտների համար։ Ինչ կա, ինչու էր շտապում։ Նորություններ իմացա գալիս էի քեզ մոտ, վախենում էի, թե գուցե մի վտանգ հասնի քեզ իշխանից։ Ես փառք Աստուծո ահա ողջ առողջ նստած եմ սևոքիս վրա։ Բայց դու ինչ նորություններ լսեցիր։ Անախորժ նորություններ։ Իմ հյուրընկալ քահանան ոչինչ չէր կամենում ասել։ Հետո բոլոր փողերս նրա տանը թողեցի։ Մի մասը աչամփույր տվի իրան, մի մասը տիրուհուն ընծայեցի, մնացյալն էլ աղջկան տվի իբրև ոտնլվայի նվեր։ Իսկ աղջիկը գեղեցիկ էր։ Օ, տերիմ, անշուշտ ուրախ է սիրտդ, որ եզնիկի հետ կատակ ես անում։ Եվ իրավ շատ գեղեցիկ էր, սևաչա, կարմրաթուշիկ, երկայնահեր։ Իսկ ինչու չնշանվեցար։ Քահանային կաշառելու համար։ Բայց ես նրան ուրիշ բանով կաշառեցի։ Խոստացա, թե կխնդրեմ իշխանին, որ քեզ տեղափոխել տա դվին։ Զարմանալի է, այդ գեղչուկն էլ է մայրաքաղաքում քահանայություն անել փափագում։ Դու չէիր ուրախանալ, եթե քեզ հարյուրապետ կարգեինք։ Ինչու՞ չէ, բայց ես կարող եմ առյուծի պես կռվել։ Քահանան էլ կարող է մկրտել, պսակել, թաղել։ Մայրաքաղաքումն էլ մարդիկ այնպես են ծնվում եւ մեռնում, ինչպես եւ գյուղերում։ Այդպես է, տեր։
Լավ, բայց դու ինչ իմացար քահանայից։ Արքայից ապստամբած են նաև աղվանցիկ և գարդմանցիկ, և այդ արել է Սևադան։ Տեր հայրը պատմեց, թե մի օր մեր գյուղապետը եկավ և իշխանի հրամանով հրավիրեց բոլոր գյուղացիներին եկեղեցվո բակը և երդվեցրավ նրանց զենք առնել թագավորի դեմ։ Բոլորը երդվեցան։ Մյուս գյուղերում և ավաններում էլ նույնն են արել։ 3 օրվա ընթացքում, ասում էր տեր հայրը, 4000 մարդ է հավաքվել Դավիթ իշխանի դրոշակի տակ։ Այդ բանակով նա գնացել է ուտիկ, իսկ գյուղում մնացող ժողովուրդը երդվել է 4 հաց անգամ չտալ արքայական զորքին։ Այդ բոլորը ես գիտեմ, փողերդ իզուր ես վատնել։ Ինչ իմացար դու բանակի շարժման մասին։ Արդյոք ապստամբները մինչև ուր պիտի դիմավորեն թագավորին կամ գարդմանացիք որտեղ պիտի միանան ուտիացիներին։ Այդ մասին ոչինչ չիմացա, չնայելով, որ հենց այդ նպատակով 2 ժամ էր գինետանն անցրի։ Միայն թե այդտեղ պատահեցի մի դասալիկ զինվորի, որ փախել էր Տավուշի ձորից։ Նա պատմում էր, թե Ամրամի մի քանի խմբեր շրջում են Կուրի եղեգնուտներում և նպատակ ունին նետահար անել արքային, հենց գետի վրայից անցնելու ժամանակ, որովհետև Ամրամը վախենում է եկեղեցիներից և չի կամենում ազատ դաշտի վրա ճակատել նրանց դեմ։ Այդ նրան չի հաջողիլ։ Թագավորի թիկնապահները վանանդացիք են։ Նրանց վահանափակը կայծակն անգամ չի թափանցիլ, ուր մնաց ուտիացիների նետերը։ Բայց եթե աբխազատ զորքերը հասնեն, ասում էր դասալիքը, այն ժամանակ Ամրամը համարձակ կճակատե թագավորի դեմ։ Ինչ, աբխազատ զորքերը։ Կարծես լսածին չհավատալով հարցրեց իշխանը։ Այո, աբխազատ զորքերը։ Ցլիկ Ամրամը խոստացել է Գուրգենին ուտիքը հանձնել նրան, եթե վերջինս կօգնե իրեն այս ապստամբության գործում։ Որտեղից գիտեր դասալիքը Ամրամի այդ գաղտնիքը։ Նա մի քանի օր շարունակ Ամրամի հետամուտների հետ միասին շրջել է եղեգնուտներում։ Նրան ուտիացիք խոստումներ են արել, թե Ամրամ իշխանը նրան էլ իրենց հետ կտանե Աբխազիա, ուր ինքը ցլիկը պիտի տեղափոխվի ուտիքը Գուրգենին հանձնելուց և նրա փոխարեն Աբխազիայում ուրիշ երկիր ստանալուց հետո։ Հենց այդ խոստումն էլ պատճառ է դարձել, որ այդ զորականը հեռացել է նրանից։ Պատվական հայ էր այդ դասալիքը։ Եթե Ամրամը պիտի հեռանա Աբխազիա, մենք ինչու նրա պատճառով կռվենք մեր թագավորի դեմ, ասում էր նա ինձ։ Իշխանի դեմքը մռայլվեց։ Մինչև դա նա պարուրում էր իրեն այն հույսով, թե գուցե արքայի մեծ զորքով Երևալը ստիպե Ամրամին ետ քաշվել յուր ամրոցը և պատերազմը տեղի չունենա։ Բայց այժմ, երբ իմացավ, թե աբխազած Գուրգենն էլ խառն է գործի մեջ, չափազանց տխրեց։ Ամրամը օտարի այդ աջակցության վրա վստահանալով կարող էր մեծ վնաս հասցնել երկրին։ Իշխանին մնում էր մի նվազ հույս, այն է ապավինել յուր կորովին և պերճախոսությանը ապստամբի սիրտը կակղացնելու համար։ Դրանից զատ նա չգիտեր ուրիշ մի ելք, որով կարելի լիներ չարիքի առաջն առնել։ Տեր իմ, աբխազած այդ հին գայլը մեզ շատ վնասներ հասցրավ, ե՞րբ պիտի կարողանանք պատժել նրան, հարցրեց եզնիկը իշխանին։ Երբ որ Աստված կամենա, անուշադիր եղանակով պատասխանեց իշխանը և սկսավ ձիու ընթացքն արագացնել։ Բայց մենք ո՞ւր ենք գնում, հարցրեց թիկնապահը իշխանին հետևելով։ Մենք այսօր ետ պիտի աշխատենք հասնել Ամրամի բանակը, մեր կորցրած ամեն մի ժամը կարող է մի նոր վտանգ ծնել մեզ համար։ Դե ուրեմն կերթանք առանց հանգստանալու, բայց ձիաների ուժը չի բավիլ այդքան ճանապարհը մի օրում կտրելու։ Ինչու՞։ Քանի փարսախ է այստեղից մինչև Տավուշ։ 100-ից ավելի։ Մենք հազիվ կարող ենք երեկոյան Սագամի ձորն անցնել։ Իսկ առավոտը։ Այո, լուսածագին կմտնենք Տավուշ։ Այդ էլ բավական է։ Շտապենք, ասաց իշխանը և մտրակը շարժեց։ Երեկոյան դեմ մեր ճանապարհորդները գտնվում էին Սագամի ձորում։ Գետափին հանգստացող մի քանի գյուղացիներ տեղեկություն տվին նրանց, որ Դավիթ և Գրիգոր իշխանների բանակը
Չվել էր այդտեղից հենց միևնույն օրը, և թե Ամրամի զորքերը գտնվում էին այդ միջոցին Աղստև և Կուր գետերի խառնուրդի մոտ։ Ցանկալի էր իմանալ, թե ինչու Ամրամը հեռացել է այդքան յուր ամրոցից, հարցրեց Եզնիկը իշխանին։ Այդ նշան է, որ աբխազցիները մոտենում են նրան։ Ահա գարդմանցիք էլ այստեղից են չվել, կնշանակե նրանք միացնում են բանակները։ Ուրեմն թագավորի գալստյան մասին լուր ունին առած։ Անշուշտ, ապա թե ոչ, ինչու այդքան զորքեր միասին կխմբվեին։ Չէ՞ որ մի քանի օրվա մեջ բոլոր շրջականների պաշարը կարող էին նրանք սպառել։ Տեր, ինձ թվում է, թե մենք պատերազմին պիտի մասնակցենք և ոչ թե հաշտությանը, այնպես չէ՞, հարցրեց Եզնիկը մի առանձին անհանգստությամբ։ Այդ Աստծուն է հայտնի, տեսնենք, թե առավոտը ինչ օր կծագե մեզ համար, պատասխանեց իշխանը, ըստ երևույթին անփույթ եղանակով, բայց նա իսկապես տանջվում էր տխուր մտածմունքներից։ Մի ծանր նախազգացում ճնշում էր յուր սիրտը, և կարծես այդ ճնշումից ազատվելու համար էր, որ նա շարունակ արագացնում էր ձիու ընթացքը։ Իշխանը և թիկնապահը անցուցին այդ գիշեր Սևորդյաց ձորի գյուղերից մինում։ Այդտեղ իմացան, որ Ցլիկ Ամրամը յուր և իրեն հետ եղող ապստամբ իշխանների ընտանիքները ամրացրել է Տավուշ բերդում, իսկ ինքը առաջացել է դեպի Աղստև, որպեսզի թագավորին հանդիպե ամրոցից հեռու։ Այդ նրա համար էր, որ նախ պատերազմի արհավիրներով չհաբեկե ամրոցաբնակ տիկնանց, և երկրորդ, որ ինքն ավելի ազատ լինի յուր գործառնությանց մեջ, այսինքն, եթե պարտություն կրելու լիներ, կարող էր քաշվել լեռները, մինչև որ նորից կկարգավորեր յուր բանակը, իսկ եթե թագավորը որոշեր պաշարել յուր բերդը, այն ժամանակ նա կհարձակվեր ետևից և այդպիսով կազատե բերդը պաշարումից։ Այդ բոլոր ծրագիրները մարզպետունուն հայտնի դարձան, հենց որ նա Ամրամի Տավուշից հեռանալն իմացավ։ Ուրեմն մենք գործ չունենք նրա ամրոցում, ասաց իշխանը թիկնապահին։ Առավոտյան արդեն պիտի հասնենք Աղստև։ Բայց արևը չծագած կարող ենք հասանի ջուրն անցնել, պատասխանեց թիկնապահը։ Նրանք պառկեցին մի քանի ժամ հանգիստ առնելու համար։ Հետևյալ առավոտ, հազիվ արևը հորիզոնից մի ասպարեզ բարձրացած, իշխանը և յուր թիկնապահը հասան Աղստևի հովիտը։ Դաշնակից ապստամբների վրանները բռնած էին հովտի բոլոր տարածությունը, սկսած Աղստևի գետաբերանից մինչև մոտակա լեռան ստորոտը։ Հովտի արեգնդեմ մասի վրա զարկած էին Ուտիացոց և Սևորդյաց վրանները։ Նրանցից մի ասպարեզ հեռու գտնվում էին Գարդմանցիկ և Աղվանք։ Նրանց բոլորի վրաններն էլ շարված էին կանոնավոր ուղղությամբ և ներկայացնում էին մի քանի ընդարձակ քառակուսիներ, որոնց յուրաքանչյուրի մեջտեղում գտնվում էր զորավարի կամ էլ իշխանի վրանը։ Բայց բանակի ոչ մի կողմից պատնեշ չկար դրված։ Դա նշան էր, որ զորքը նպատակ չուներ այդտեղ երկար մնալու։ Նոր էին հասել և դաշնակից աբխազցիները, որոնք և խառն ու անկանոն կերպով խփել էին իրենց վրանները դեպի կուրը ձգվող դաշտավայրի վրա։ Ապստամբների այս ահագին պատրաստությունը տեսնելով, մարզպետունի իշխանը դառնությամբ բացականչեց. Ահ, ինչպես լավ համախմբվում են իրենք իրենց կործանելու համար։ Տերիմ, չէի՞ր սպասում այսպիսի կազմության, հարցրեց Եզնիկը ժպտալով։ Բնավ, թշվառականները միայն հարազատի դեմ են լավ զինվում, կամ էլ երբ հարկավոր է լինում սեփական երկիրը ոտնակոխ անել։ Բանակատեղը պիտի մտնենք, այնպես չէ՞, հարցրեց թիկնապահը։ Իշխանը չպատասխանեց։ Նա ձիու սանձը քաշած և հաստաբուն մի ծառի ստվերում կանգնած, դիտում էր բանակը, նրա տարածությունը, նոր զարկվող վրանների շուրջը տիրող շարժումը, մի խումբ հեծելազորի վարժությունները և հովտի մի կողմը հավաքված զորքերի մկնդախաղը։ Երկար դիտելուց հետո նա դարձավ թիկնապահին. Տեսնում ես այն ընդարձակ վրանափակը, որի մեջտեղը զարկած է իշխանական վրանը։ Այ, որի վրա ծածանվում է երկգունյան դրոշակ։
Այո, Ամրամ Սեպուհինն է դա։ Գնա, անցիր ուղակի բանակի միջով։ Ավելի լավ չէ հովտի եզերից մոտենալ։ Ոչ, սևորդները վայրենի մարդիկ են, կարող են մինչև անգամ նետահարել։ Անցիր բանակի միջով, բայց սրարշավ եւ առանց աջ ու ձախ նայելու։ Մոտեցիր իշխանի վրանին եւ ներս մտիր։ Դու ճանաչում ես իշխանին։ Ինչպես չէ, շատ անգամ եմ տեսել։ Լավ, ներս մտիր եւ հայտնիր իմ կողմից, որ եկել եմ։ Կամենում եմ յուր հետ տեսնվել։ Ասա, որ կարևոր գործի մասին է խոսելիքս։ Կհրամայես հայտնել իրեն պատճառը, եթե հարցնելու լինի։ Ոչ, պատճառների մասին խոսելը քո գործը չէ։ Գնա, մի ուշանար։ Իսկույն տերին։ Այս ասելով եզնիկը մտրակեց յուրջին եւ սրարշավ դեպի բանակն ուղղվեցավ։ Իշխանի ակնարկած վրանափակը մի ընդարձակ քառակուսի էր, բաղկացած 4 տասնյակ վրաններից, որոնցից յուրաքանչյուր տասնյակը զարկված էր մյուսի հանդեպ երկշար ուղղությամբ։ Դրանց մեջտեղում գտնվում էր Սեպուհի ընդարձակ վրանը, որի վրա ծածանվում էր զորավարական դրոշը։ Վրանի ճակատը զարդարված էր իշխանական զինանշանով, իսկ ներսը պատած կարմիր պաստառներով։ Վրանը վերամբառնող երիակ սյուների վրա, որոնք զարդարված էին պղնձե փայլուն օղակներով, կախված էին գեղեցիկ զենքեր, այն է, արծաթապատ սրեր և վաղակավորներ, դրվագազարդ վահաններ և ասպարներ, նետալից կապարչներ, արծաթազարդ աղեղներ, իսկ վրանի մի անկյունում հենված էին կարճաբուն մկունդներ և գեղարդներ։ Իշխանական վրանի առաջ կանգնած էին զրահազգեստ պահապանները, երկաթե գլխանոցներով, երկար նիզակներ և ասպարներ ձեռքներին։ Իսկ վրանի մեջ անցուդարձ էր անում ցլիկ Ամրամը, միայնակ և մտախոհ։ Սա մի բարձրահասակ և հաղթանդամ տղամարդ էր, ամուր կազմվածքով և խոշոր ու ազդեցիկ դեմքով։ Նրա լայն ճակատը, որ ծածկված էր կնճիռներով, սուր և թափանցող աչքերը, որոնց հովանավորում էին թավամազ և գրեթե միավորյալ հոնքերը, մեծ և արծռուն գնքիթը, որ իշխում էր կարծես երկար և թավ ընչացքին, և հարուստ գորշախառն մորուքը, որ ծածկում էր պղնձե լանջապանակի կեսը, տալիս էին նրան լուրջ և մինչև անգամ ահարկ ու կերպարանք։ Նա ամբողջապես զրահազգեստ էր։ Հագած ուներ պողպատից հյուսած վերթ, կրծքին փայլուն լանջապանակ, կռներին բասպաններ, ոտքներին սռնապաններ, իսկ ազդրին ծանր արծաթապատ սուր։ Պողպատե սաղավարտը, որի վրա փայլում էր պղնձե արծվածև գարգմանակ և որը զարդարված էր սև թավամաս ցցունքով, դրված էր փոքրիկ սեղանիկի վրա։ Հանկարծ Սեպուհը վիճաբանության շշուկ լսեց, որը տեղի էր ունենում յուր վրանի առաջ։ «Ո՞վ է այդտեղ» գոչեց նա ներսից հզոր ձայնով։ «Մի ոստանցի զինվոր, որ կամենում է ներկայանալ քեզ, տեր, բայց չի կամենում վաղակավորը և վահանը ձգել», պատասխանեց պահապանը, մոտենալով վրանի մուտքին։ «Ո՞վ է այդ համառը, թողեք, որ գա», հրամայեց Սեպուհը։ Եկողը եզնիկն էր։ Նա յուր երկարաբու նիզակը հանձնեց պահարանին և ներս մտնելով վրանը, խոր գլուխ տվավ իշխանին։ «Ո՞վ ես դու», հարցրեց Ամրամը խրոխտ ձայնով։ «Մարզպետունյաց Գևորգ մեծ իշխանի թիկնապահը», պատասխանեց եզնիկը։ «Դու չգիտես, որ իրավունք չունիս սրով և վահանով իշխանի վրանը մտնելու»։ «Տեր իմ, երբեք հեռացրած չեմ ինձանից այս զենքերը»։ «Ուրեմն երբեք էլ բանբերի պաշտոն չես կատարած»։ «Առաջին անգամն եմ կատարում և երկրորդ անգամ չպիտի կատարեմ, քանի որ հարկավոր է դրա համար զինաթափ լինել», պատասխանեց եզնիկը։ Սեպուհը ժպտաց։ «Ի՞նչ ունիս ինձ հայտնելու», հարցրեց նա։ «Իշխանը հրամայեց ինձ ասել, որ եկել է ձեր բանակը կարևոր գործի համար և կամենում է խոսակցել տեր Սեպուհի հետ»։
Գևորգ իշխանն այստեղ, մեր բանակումն է։ Այստեղ, բանակից դուրս սպասում է քո պատասխանին։ Գնա ասա թող շնորհ բերե, պատվիրեց իսկույն Սեպուհը և ապա կանչելով պահապանին հրամայեց, որ հայտնե յուր թիկնապահներին ընդառաջել իշխանին։ Իսկույն մի խումբ զրահավորներ, պատրաստ ձիանը աշտանակելով, դիմավորեցին իշխան մարզպետունուն։ Ամեն մարդու կսպասեի տեսնել իմ վրանում, բայց մարզպետունյաց իշխանին, թագավորի զինակցին և հավատարմին երբեք, ասաց Սեպուհը, ջերմագին իշխանին ողջունելով։ Բարեբախտաբար ես միշտ այնտեղ եմ, ուր ինձ չեն սպասում, ժպտալով պատասխանեց իշխանը։ Բարեբախտաբար, իսկ դա ինչ կնշանակե։ Կնշանակե, թե երբեք չար գործի համար չեմ այցելում մեր բարեկամներին։ Բարեկամներին, այո, բայց դու թշնամու վրանումն ես։ Ոչ, մարզպետունին հայ թշնամի չունի, նա այդպիսի թշնամի չի ճանաչում։ Իսկ թագավորի թշնամիները քո թշնամիները չե՞ն։ Դու մի օր թագավորի բարեկամն էիր և դարձյալ բարեկամ կլինես։ Բարեկամ, դժոխք կտանե նրան։ Իմ սատանային հաշտության ձեռք կպարզեմ, բայց նրան երբեք։ Ուժգին բացականչությամբ ընդհատեց Սեպուհը իշխանին։ Մարզպետունին լռեց և մի տեսակ տարակուսական հայացքով սկսեց դիտել Սեպուհի դեմքը, որ այլայլվել էր հանկարծական հուզմունքից։ Եթե գիտենայի, թե պիտի վրդովեմ քեզ, այսքան երկար ճանապարհ չէի կտրիլ, մեղմ ու հանդարտ ձայնով նկատեց իշխանը։ Թագավորը հազիվ մի ավուր ճանապարհով հեռի է մեզանից, խոսել սկսավ Սեպուհը նույնպես մեղմությամբ։ Վաղը գուցե մենք ճակատենք միմյանց դեմ։ Եթե դու մեզ հաշտեցնելու համար ես եկել, ցավում եմ, որ ապարդյուն աշխատանք ես հանձնառել։ Ոստանում ոչ ոք չէր հավատում, թե Սեպուհ Ամրամը կարող է ապստամբել յուր թագավորից։ Ես չեմ ապստամբել իմ թագավորից, ընդհատեց Սեպուհը իշխանին։ Հիշում ես, թե ինչպես անձնվիրաբար էի ծառայում նրան։ Քանի անգամ յուր ապստամբ կողմնակալների դեմ պատերազմեցի, քանի վտանգավոր կռիվների մեջ յուր անձը պաշտպանեցի։ Ինչ հերոսությամբ Շամշուլտեի վրա յուր դրոշակը պարզեցի։ Որ մեկը հիշեմ։ Այո, և նա քեզ պարտապան չմնաց։ Իշխան կարգեց ամբողջ ուտիքի և սևորդյաց աշխարհի վրա։ Հյուսիսային զորքի հրամանատարությունը հանձնեց քեզ։ Դու չպետք է օգուտ քաղեիր քո ձեռքում ունեցած իշխանությունից և պատրաստի զորքերից, և ապստամբության դրոշակ բանալով սուրդ ուղղեիր քո բարերարի և թագավորի դեմ։ Երբեք իմ թագավորի, մի ասիր դա, այլ իմ անձնական թշնամու։ Անձնական թշնամի։ Մի՞թե թագավորը կարող է անձնական թշնամի լինել յուր պաշտոնակալին, նկատեց իշխանը, իբրև թե Սեպուհի խոսքերը չհասկանալով։ Իշխան, եթե դու ոչինչ չգիտես այն ամենից, ինչ որ իմ մեջ թշնամություն է գրգռել դեպի թագավորը, ապա շատացիր այնքանով, ինչ որ ես քեզ ասացի։ Ավելին խոսել չեմ կարող։ Ես չեմ կամենում, որ շատ բաներ պատմես ինձ։ Գիտեմ, թե առհասարակ ինչ պատճառներ են դրդում մեր իշխաններին թշնամանալ թագավորին կամ էլ ապստամբել նրա դեմ։ Գիտես, այնպես չէ՞, ընդհատեց հանկարծ Սեպուհը։ Փառամոլություն, շահասիրություն, ընչաքաղցություն։ Ինչ ես կարծում։ Դրանցից մեկը չէ, որ դրդել է ինձ թշնամանալ իմ թագավորին։ Չգիտեմ, և ասացի, թե չեմ էլ կամենում իմանալ, բայց կամենում եմ, որ դու ապստամբության դրոշակն ամփոփես և թագավորի դեմ հանած սուրը յուր պատյանը դարձնես։ Իշխան, դա սպառնալիք է քո կողմից։ Ոչ,
այլ լոկ խնդիր, աղաչանք։ Չէ, զարմանում եմ։ Մարսպետունյաց տերը խնդրում, աղաչում է Սեփու Համրամին։ Այդպիսի խոնարհություն չեն ունեցել կարծեմ մարսպետունի նախարարները։ Արդյոք մի խորհրդավոր գաղտնիք չկա թաքնված այդ խնդրարկության մեջ։ Լսիր Ամրամ Սեփու, մարսպետունի նախարարները հպարտ էին ավելի, քան քո նախահայրերը, բայց նրանց ժառանգը գերադասում է հայրենասիրությունը։ Միթե դա մի արատ է նրա համար։ Բնավ, երանի նրանով կարող է անձնվիրաբար ծառայել հայրենիքին։ Եվ ահա, հենց այդ հայրենիքի շահն է, որ իմ հպարտ ճակատը խոնարհեցնում է քո առաջ։ Կարող ես արհամարհել այս խոնարհությունը կամ անարգ գաղտնիքներ որոնել նրա մեջ։ Ոչ։ Ուրեմն լսիր ինձ։ Կակղեցրու սրտիդ կարծրությունը և արգելիր այն կոտորածը, որ տեղի պիտի ունենա մի 2 կամ 3 օրից։ Չեմ կարող։ Ուրեմն հայոց հազարավոր մայրերը որդիներ են ծնել ցավոք և հեծությամբ, մեծացրել են նրանց բազմամյա տանջանքներով, որ դուք, իշխաններդ, մի օրվա ընթացքում զոհեք այդ բոլորին ձեր անձնական կրքերին, իսկ երբ նրանց տանում եք հագարացոց դեմ, երբ նրանց մաշում է մահմեդականի սուրը, ինչու այն ժամանակ էլ չեք հիշում հայ մայրերի ցավն ու հեծությունը։ Հայրենիքի թշնամու դեմ կռվելը նրա ազատության համար մեռնիլը սրբազան պարտք է։ Այդ պարտքից ոչ ոք չպիտի փախչի։ Բայց ախր եղբայրասպանությունը մի ոճիր է, Աստծուց և մարդկանցից անիծված։ Ամրամը, որ խոսելու ժամանակ բարձրացել էր տեղից, նստեց նորեն եռոտանու վրա և լուռ ու մտախոս սկսավ դիտել վրանի անկյունին հենած գեղարդները։ Ապա մի վայրկենից ետ ձեռքը դեպի ծնոտը տարավ և յուր հարուստ, նրբահեր մորուքը շոյելով, մեղմ ձայնով ասաց. Տեր մարսպետունի, շահավոր խոսելն ավելի հեշտ է, քան շահավոր գործելը։ Ես չէի ցանկանալ չարագործի անուն վաստակել, բայց հանգամանքները չարագործ շինեցին ինձ։ Այսուհետև ես չպիտի մտածեմ, թե ինչ է ասում աշխարհն ինձ համար։ Ես միայն մի մարդու պիտի հաշիվ տամ։ Դա իմ ներքին մարդն է, իմ խիղճն է։ Այդ խիղճը թույլ չի տալ քեզ, որ եղբայրցդ կյանքը վտանգի ենթարկես։ Մի ընդհատիր։ Իմ խիղճը ավելին տանի է ինձ։ Բայց դա չէ խնդիրը։ Եթե ես մինչև անգամ իմ արդար ցասումը ճնշեմ, իմ խիղճը բռնաբարեմ, դարձյալ չեմ կարող քո խնդիրը կատարել, որովհետև միայն ես չեմ, որ թագավորի դեմ եմ կանգնած։ Ինձ հետ են նաև Գարդմանա և Աբխազիո իշխանները իրենց դաշնակիցներով։ Անշուշտ դու տեսար այս հովտի վրա զարկած բազմաթիվ վրանները։ Այստեղ խմբված են այն իշխանները, որոնք հին հաշիվներ ունին թագավորի հետ վերջացնելու։ Եթե ես ամփոփեմ ու տիացոց դրոշը, միևնույն է, ինձ չեն հետևիլ ոչ սևորդները, ոչ գարդմանացիք, ոչ աղվանք, ոչ տայոց իշխանը, ոչ էլ աբխազաց արքայորդին։ Բեր իշխանը։ Նա էլ է այստեղ։ Այո, նա էլ է այստեղ։ Հայոց թագավորի տոհմական թշնամին, որի հետ դու միացել ես։ Այո, և երդվել եմ ինչպես նրան, նույնպես և մյուս դաշնակիցներին, կռվել հետերնին միասին մինչև վերջին շունչը։ Եվ եթե հաշտվես, այն ժամանակ այդ բոլորի սուրը կդարձնեմ միայն իմ անձի դեմ։ Այս է մեր պայմանը։ Հիշածների մեջ, սիրելի Ամրամ, միայն Աբխազիո երիտասարդ իշխանն է, որ դժգոհ կմնա հաշտությունից, որովհետև նա եկել է կոտորելու և ավերելու նպատակով։
Ինքդ ասացիր, որ նա արքայի տոհմական թշնամին է, և բնական է, որ չկամենա ձեռնունայն վերադառնալ յուր հոր մոտ։ Բայց մյուս իշխաններն ընդդեմ չեն լինիլ, եթե դու հաշտվես և արգելես առաջիկա կոտորածը։ Իսկ Սևադա իշխանը, նրա երկու որդիները, կատաղի գարդմանացիք, որոնք եկել են իրենց կույր իշխանների վրեժը լուծելու թագավորից։ Սևադա իշխանը թագավորին ներեց։ Ինչ, Սևադան ներեց։ Տեղից վեր թռչելով բացականչեց Ամրամը։ Այո, ես նրա մոտ էի։ Նա ներեց և ետ կկանչե յուր զորքերը, եթե դու էլ վեհանձնաբար վայր դնես քո սուրը։ Բարկության հուրը ցոլաց Ամրամի աչքերում։ Նրա դեմքը այլայլվեցավ և շունչը կարծես թե բռնվեցավ, ինչպես հնոցի մեջ խեղդվող բոցի ծուխը։ Նա մի քանի քայլ առաջ գնաց, նորեն ետ դարձավ և ապա կանգ առնելով իշխանի առաջ, կրկին հարցրեց. Եվ այդպես նա ներեց ուրեմն, և զորքերը ետ կկանչե, եթե ես հաշտվեմ։ Այո, նա բոլորովին ներեց։ Նա հարգեց իմ խնդիրը, նա ապացուցեց, որ սիրում է հայրենիքը։ Ամրամը ձգեց յուր ձեռքը, բռնեց իշխանի թևից և կամացուկ ձայնով ասաց. Այստեղ մեզ կարող են լսել, արի իմ առանձնարանը։ Այս ասելով նա առաջ անցավ և ներքին վարագույրը բանալով մտավ վրանի երկրորդ բաժանմունքը։ Իշխանը հետևեց նրան։ Այդ Սևադան, այդ հպարտ գարդմանացին, որ երդվել էր պատժել յուր դահճին, ինչ բարիքների հուսով է հաշտվում թագավորի հետ։ Դարձավ Ամրամը մարզպետունուն։ Յուր անձի համար և ոչ մի։ Նա խնայում է յուր հայրենակիցների արյունը։ Իսկ նա պատմեց քեզ, թե ինչու համար եմ սուր վերցրել ես։ Պատմեց, ես բոլորը գիտեմ։ Պատմեց, և դու բոլորը գիտես։ Զայրույթից կարծես խեղդվելով հարցրեց Ամրամը։ Այո, բայց խնդրում եմ քեզ, մի վրդովվիր։ Չվրդովվեմ, այդ իմ ցանկությունից է կախված։ Կարո՞ղ ես հրամայել առյուծին, որ նա չմռնչե, երբ դարանակալ սուրը ցցվում է յուր կողերի մեջ։ Համբերությունը ամենազորավոր զենքն է։ Ինչ համբերությունից խոսելու ժամանակն է, մարզպետունի իշխան։ Ասում ես, որ Սևադան ներել է նրան։ Ինչու։ Ինչու ուրեմն այդ ծերուկը դժոխք վառեց իմ սրտում։ Ինչու իմ հոգու խաղաղությունը վրդովեց։ Ինչու իմ կյանքը թունավորեց, եթե այսօր պիտի ներեր նրան։ Երբ մարդու հոգին կուրանում է վրեժխնդրության կրքերից, էլ ոչ մի խոսք, մարզպետունի իշխան։ Սևադան թող ներե։ Նրա որդիքը թող ներեն։ Բոլոր աշխարհը ներե։ Ամրամ Սեփուհը չի ներիլ։ Հաշտություն, Աշոտ Երկաթի հետ։ Երբեք։ Եթե կարողանամ, նույնիսկ դժոխքի հետ կմիանամ այդ անարժան թագավորին գահավեժ կործանելու համար։ Եթե դու կարողանայիր մտնել իմ հոգեկան աշխարհը և տեսնել, թե տանջանքների ինչ հրդեհ է վառվում այնտեղ, կսոսկայիր, կսարսափեիր։ Եվ ահա, հենց այդ ժամանակն է, որ հերոսը և մեծ հայրենասերը կարողանում է ապացուցել, թե յուր մայրը հասարակ ծնունդ չէ պարգևել աշխարհին։ Ամենից հասարակ և ամենից ծին լքորը կարող է հանդուրժել այս անպատվությանը։ Մեծը հոգին, ընդհակառակը, չի կարող տանել նրան։ Սևադան փոքրիկ մարդ չէ։ Աշոտը կուրացրել է նրա երկու աչքերը, կուրացրել է և նրա որդուն։ Եվ սակայն նա մոռանում է այսօր այդ անփոխարինելի զրկանքը և ներում է անխիղճ փեսային միայն հայրենիքի սիրույն համար։
Աշոտը նրա աչքերն է կուրացրել, բայց իմ սիրտը։ Կույր աչքը կարող է ներել, բայց կույր սիրտը չի ներիլ։ Չի կարող ներիլ։ Բայց Տեր մարզպետունի, այն մարդը, որ գիտե, թե թագավորը ինչ անարգանք է հասցրել իմ անվանը, և սակայն խորհուրդ է տալիս ինձ հաշտվել նրա հետ, նա իմ թշնամին է։ Եթե դու իմ վրանում չլինեիր, ես կմենամարտեի քեզ հետ։ Ուրեմն ես իմ գործը վերջացրի, ֊ ասաց մարզպետունի իշխանը և տեղից վեր կենալով ողջունեց Ամրամին և վրդովված դուրս գնաց վրանից։